Բարև։ Վայրի կապիտալիզմի առաջարկը ստեղարվում դեպի Եվրոմիություն Միանգամից պատերազմի են գնում։ Քաղաքական որոշում չի։ Ճիշտ ես հասկանում։ Մի հատ է ու չսարքեիք։ Դու իր նյուդերը չես հրապարակում։ Էտա աշխարհիկ պետություն։ Մեր երկրում ազատուրա։ Բարև ձեզ։ Մենք սկսում ենք սովորական մարդիկ ոդքասթի երկրորդ թողարկումը։ Բարև Մուրադ։ Բարև Հայկ։ Այսօր փորձել ենք խոսանք քաղաքական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի մասին, ինչով ենք եկել ընտրություններ, ինչ են քարոզում, ինչ են խոստանում իրենց էլեկտորատին։ Հա, փորձելու ենք կենտրոնանալ ավելի հենց նախընտրական ծրագրի վրա, ոչ թե այն ինչ կատարվում է դրա շուրջ։ Մենք ձեր համար հեսա կփորձենք մարսել, թե ինչա առաջարկում Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինչա մեզ խոստանում 2026-ից մինչև 2031 թիվ։ Կապան շատ է խոսում խաղաղության մասին, որ Հայաստանը իրանց օրոք խաղաղության դարաշրջանում է հայտնվել եւ այլն, ու ինձ հետաքրքրեց ու ծրագրի իհարկե առաջին իսկ հենց կետերում կա այդ խաղաղությունը ապահովել զարգացնել, հենց առաջի կետը դրա մասին է, ու ինձ вообще հետաքրքրեց հարցը, իսկ արդյոք Հայաստանի ժողովուրդը ուզում է խաղաղություն։ Այս արդյոք դա այդ առաջարկը ցանկալի է մարդկանց համար, ու ես չգիտեմ զարմացած է դրանով թե չէ, բայց մի քանի հարցումներ եղել են դրա շուրջ, ինտուիտիվ չկա դրան պատասխան, օրինակ դու ոնց ես կարծում։ Եթե գուշակես։ Գուշակեմ թե Հայաստանի ժողովուրդը ոնց է մտածում։ Հարցման արդյունք, իհարկե 100% չի արտացոլում մարդկանց կարծիքը, բայց ուղղակի հարցում։ Կարծում եմ եթե հարցը նենց է եղել ուզում եք խաղաղություն թե չէ, այս տիպի, եթե տենց է եղել հարցը, կարծում եմ 70% եւ ավել կողմ կդրան, ոնց որ պատասխանած կլինի, որ ինքը ուզում է խաղաղություն։ Մի քանի հարցում ես նայել, այդքան չէ, համարյա 50% սա ուզում ու մի քիչ ավելի քիչ չի ուզում ու եւս մի փոքրամասնություն կամ ուրիշ ձև է պատասխանել։ Չէ, որ այնտեղ հարցերը տարբեր ձև են ձևակերպած, բայց ավելի շատ խոսքը գնում է հիմիկվա սիտուացիայի շուրջ, ոնց որ ուզում ենք սենց մնա այս ձևով խաղաղություն եւ այլն, ու ընդհանրապես այնտեղ չկա ինչ-որ ճնշող մեծամասնություն, որը հստակ ասել է, հա, մենք լրիվ ուզում ենք առաջի հերթին լինի խաղաղություն այս ձևով, ոնց որ մենք կանք ու շարժվենք առաջ։ Դա հետաքրքիր է։ Ինձ թվում է կա դրա շուրջ դիսկուսիա հիմա հասարակության մեջ։ Հաստատ կա մեծ մաս մարդկանց, ովքեր չի ուզում այս պայմաններով խաղաղություն, իրանց ձեռ չի տալի, այսինքն կա Արցախի հարցը, Արցախից տեղահանված բնակչության հարցը, իսկ հիմիկվա խաղաղությունը, որ առաջարկվում է, այդ հարցերը, այսպես ասած, փակագծերից դուրս էլ է հանած։ Որ հստակ պատասխաններ չկան, հիմիկվա դա իրական Հայաստանի ծրագիրը եւ այլն ավելի շուտ նրա մասին է, որ բերեք կենտրոնանանք միջազգայինորեն ճանաչված սահմաններում Հայաստանի վրա, լուծենք սկզբից այդ հարցերը, ու բայց փակագծերից հանած է։ Ես չեմ, ծրագրի մեջ չկա ու ծրագրի մեջ մի հատ կետ կա ընդամենը, այդ Ղարաբաղից բռնի տեղահանված էլ չէ, կարծեմ գրած է Ղարաբաղից փախստականներին 10000 բնակարաններով ապահովել, 10000 ընտանիքների բնակարանով ապահովել է, կարծեմ միակ կետը որ կար, որը շատ տարբերվում է 2021 թվականի նախընտրական ծրագրից, որի մեջ լիքը տեղեր հատկացված հենց Արցախի այնտեղ, ոնց որ ես ուզում եմ բաներ էլի, տենց տարբերությունները իրանց բառերի նախընտրական ծրագրի մեջ ոնց է օգտագործվում, էլի 21 թվականի ամբողջ նախընտրական ծրագիրը Արցախի վերաբերյալ էր, իսկ 26-ինը մի անգամ օգտագործում ու Ղարաբաղից փախստականների sense կոնտեքստում։ Կտրեցի ես քո միտքը։ Չէ, բացարձակ ճիշտ ես ասում, այդ մի կետով նշված է, բայց ուզում եմ ասեմ հենց միջազգային հարաբերությունների Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված, ու Արցախի հարցը, ասենց ասած, լայն իմաստով շատ չի շոշափվում, կամ համարյա չի շոշափվում։ Ավելի շատ ԿՊ-ն ուզում է կենտրոնանալ այդ իրական Հայաստանի եւ այլնի վրա, որ մենք տեսնում ենք հիմա ուժեղ ռոպագանդա գնում, ու ինձ թվում է այդ բանն է, էլի, այդ կետերից մեկն է, որի շուրջ հասարակության մոտ կա անհամաձայնություն ու դժգոհություն, որ տվեք ինչ-որ հստակ պատասխան։ Ինչ է լինում։ Իրանք մի քիչ էլ տեղել խնդիր կա, որ իհարկե ինձ թվում է, որ
միգուցե եթե մի քիչ ավելի ուղիղ խոսակցություն գնար դրա մասին ավելի հստակ կլներ օրինակ դու չես զգում որ մի քիչ տես կողքից է խոսացվում այսինքն երբ որ մենք ասում ենք իրական Հայաստան այս ինչքան 1000 քառակուսի կիլոմետր եւ այլն այդ նշանակում է բառացի մոռացեք Արցախը չէ գոնե ժամանակավորապես Ինձ թվում է խոսում են դրա մասին շատ ուղիղ, բայց ԿՊ-ն իմ կարծիքով խոսում է ու մի քանի անգամ ասել է, էլի ոնց որ այդ ավելի շատ բացած։ Կարծում եմ Փաշինյանն էլ ասել իր մամուլի ասուլիսներում որոշ դեպքերում ԿՊ-կան պատգամավորները ավելի բաց են դրա մասին խոսում, իսկ իրանց համակիրները էլ ավելի բաց են խոսում դրա մասին, հասնելով միջև ասենք վիրավորանքների եւ այլն Ղարաբաղցիների նկատմամբ։ Շատ դեպքերում բայց հա կարծում եմ այդտեղ բաց ասելու բան չկա փաստացի այդ Ղարաբաղի մասին մոռանալը հենց տենց էլ ոնց որ կա էլի այդ շատ ինձ թվում է շատ հասկանալի են իրանք ներկայացնում էլ ավելի շատ չեմ պատկերացնում երևի միգուցե ոնց որ sense ավելի հանգիստ խոսակցության ընթացքում որ լիներ այդ ինքը տենց բացատրեր եւ այլն նաեւ չգիտեմ փորձեր բացատրել միջազգային իրավիճակը Հայաստանի շուրջ էլի ինչքանով է այդ հնարավոր ինչքանով է հնարավոր չի եթե տենց հարց ենք դնում ինչ ուղղություններ կան որ գնում ենք միանգամից պատերազմի ենք գնում թե ասենք կա ինչ որ տեսակի հնարավորություն թե եթե հենց բարձրացվի մի հատ թեկուզ թեթև Ղարաբաղից տեղահանվածների հարց իրավունքների այդ դեպքում Ալիևը ուղիղ հարձակվում է փաստացի Փաշինյանը է դա ասում հիմա որ եթե մեզ չընտրեք կլինի պատերազմ ենթադրում եմ այն նկատի ունենալով որ մյուս ուժերը բարձրացնելու են Ղարաբաղի հարցը ու այդ արդեն կարմիր գիծը Ադրբեջանի համար այս sense ինչ որ բան Դες հիմա էլ ես ասում ենթադրելով եւ այլն ես կուզենայի ինձ պակասում է ել ավելի ուղիղ խոսակցություն հստակ որը որ պատասխանում է իմ ու այդ մնացած մարդկանց հարցերի ինչ պահանջ ինչ կարիք ունեն այդ մարդիկ լսելու հասկանալու դուր քո ուղիղ ավելի հստակ բարձ պատասխանը որ սենց է իրավիճակը ես այս լուծումն եմ առաջարկում այս իրավիճակում համաձայն եք թե համաձայն չեք ու դա բերում է սրան ու ձեր այս հարցերը եւ այլն որտեվ կան այո կան տասնյակ հազարավոր հենց տեղահանված հա արցախցիներ ում առաջի հերթին է հետաքրքրում իհարկե իրանց ոնց որ հետ վերադառնալու եւ ճակատագիրը իրանց ճակատագիրը ոչ sense ամենա տենց կարևոր հարցերն է իրանց համար իհարկե լիքը ուրիշ մարդկանց այդ հետաքրքրումը ավելի տենց Հայաստանի ազգային ինչ որ հարցերի տեսանկյունից եւ այլ շահերի տեսանկյունից ու տենց գիտես ինչ ստեղ իմ կարծիքը փորձեմ sense ձևակերպեմ այդ ինձ անհանգստացնում էր մինչև պատերազմը որ չկար էլի հստակ խոսակցություն նրա մասին թե ոնց է լուծվելու այս հստակ խնդիրը որ մենք ունենք հա որը մեզ ոնց որ ԿՊ-ն ժառանգել էր նախկիններից որի մասին հազարավոր ժամերով խոսացել են ու ամեն ձև իրար վրա ցեխ շպրտել են հա բոլոր այդ ուժերը թե ով է սխալ եղել ով է ճիշտ եւ այլն բայց անկախ ամեն ինչից երբ որ ԿՊ-ն ստացավ իշխանություն ինքը ուներ ժառանգված մի հատ շատ կարևորագույն խնդիր լուրջագույն խնդիր որին չառաջարկվեց ոչ մի հստակ լուծում ինչ են կանելու ուղղակի սպասեցին մինչև այդ խնդիրը լուծվեց հնարավորինս երևի ամենա դժբախտ ձևով մեր որպես պետություն եւ որպես ազգ այդ ձևով ու ստեղել դրա ավելի տենց մեղմ ինչ որ տարբերակն է որ դրա հետևանքների հետ աշխատելու ձևը ասեք ուղիղ ինչ եք պատրաստում անել ինչ եք առաջարկում անել ավելի ուղիղ նենց որ հնարավորինս բոլորին բարձ լինի ու մարդիկ կանան դրա շուրջ իրենց կարծիքը կազմեն ինչ եք առաջարկում Ես մտածեցի որ կարող է իրանք վախենում են այդ հստակ դիրքորոշումներից, այսինքն երբ որ այդ շատ ավելի բաց լինի, մարդիկ արդեն պետք է հստակ դիրքորոշում ընդունեն, հստակ ոնց որ պոզիցիա ընտրեն, թե իրանք որ կողմում են, եթե բաց դրած արդեն կամ սենց, այդ դեպքում ընտրում ես այդ կողմը ու միգուցե ԿՊ-ն կկորցներ ընտրողների այդ պարագայում Ես լրիվ համաձայն եմ, որ այդտեղ հենց այդ վախն է, այն ինչ որ եղել էր։ Ինչով պատերազմ նույն այդ վախը հանդիսանալ ինչ որ ոչ պոպուլյար կարծիքով, հա, որ օրինակ չգիտեմ, պետքա բուֆերային զոնայի հողերը, հա, ինչ որ փոխանակել եւ այլն, դա մի քանի հա տարբերակներ կար քննարկվող ոնց կարող լուծվի, բայց ոչ մի քննարկում չկար բայց ինձ թվում է որ նույնիսկ եթե ոնց որ մեր սովորական քաղաքացիներին ակնհայտ որ այնտեղ ինչ որ
մարմանդ կրակի վրա, հա, խնդիր կա, որը կարա յուրաքանչյուր բան դառնա բաց կրակի վրա խնդիր, ավելի իրանք շատ ավելի ինֆորմացված են, հա, իրանք պետք է շատ ավելի լավ հասկանային այդ ռիսկերը, ու պետքա այդ քաղաքական կամքը, այդ ոսո պատասխանատվությունը վերցնեն իրանց վրա դուրս գային, ասեն, սենց է ժողովուրդ ջան, բերեք լուծենք։ Այն վաղ շատ են սիրուն խոսալ օրինակ այդ ուղիղ ժողովրդավարության մասին, հիշում ես սկզբի վաղտերը տենց ու այդ վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասում էր նաև Ղարաբաղի լուծումը ոնց որ հանրաքվեով պետք է բոլորը համաձայնեն, պրիտոմ առաջին անգամ երբ որ ինքը դրա մասին խոսել է այդ մինչև պատերազմներ ազգային ժողովի ամբիոնից կարծեմ կառավարության հարցու պատասխանի ժամանակ երբ որ ինքը ասում է որ Ղարաբաղյան հարցի լուծումը այդ կախված է 3 ժողովուրդների կամքից այդ Ադրբեջանի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ու վերջում էլ մի կամ այդ անգամը կամ մի այլ անգամ ինքը ասում է որ Ղարաբաղյան հարցի լուծումը վերջնական բանակցությունների արդյունքը դրվելու է հանրաքվեի, որտեղ Հայաստանի Հանրապետության ենթադրաբար քաղաքացիները քվեարկելու են արդեն այդ լուծման օգտին կամ դեմ։ ու այդ պետք է անել ժամանակին, պետք է հստակ էլի ինչ-որ ձևով հարցի լուծման առաջարկներ անել գոնե, որպեսզի մարդիկ կանային կողմնորոշվեին ու ինչ-որ կոնկրետ պատասխանատվություն վերցնել քո վրա որպես քաղաքական ուժ, ոչ թե այդ նախկինների դրամաբանությունը տարածել ուղղակի, որ մենք մեղավոր չենք, սենց է արդեն, չէ, դուք մեղավոր եք, դուք ունեիք իշխանություն, ձեզնից է, ձեզ ենք հարցնում, դուք եք ունեցել իշխանություն, դուք պետք է այդ հարցը լուծեիք ինչ-որ ձևով, իսկ դուք չտվեցիք ոչ մի կոնկրետ լուծում, նույն էլի վերադառնալով նույն խնդիրը ես տեղ եմ տեսնում, որ հիմա էլ ավելի հստակ լուծումներ առաջարկեք։ Այդ նույն դրամաբանության շարունակությունը ես տեսնում եմ այդ նույն կետերի մեջ, որտեղ որ քննարկում է ծրագրի մեջ միջազգային հարաբերությունների հարցը կա օրինակ սենց մի պահ, որը որ եթե չեմ սխալվում Պուտինի հետ հարցազրույցն ու այդ քննարկման մեջ էր հնչել Փաշինյանի կողմից, որտեղ ինքը ասում է Եվրոմիության, հա, մաքսային այդ գոտու մաքսային օրենքների տակ աշխատել եւ այլն, մտնել Եվրոասոցիացիա եւ այլն, այդ ու դրա հետ մեկտեղ լինել Եվրասիական տնտեսական միության մեջ։ Այո, Եվրասիական տնտեսական միության մեջ, ունդեղ հնչեց, որ դե մենք կլինենք այդքան ժամանակ կմոտենանք Եվրոմիությանը, ինչքան որ հնարավոր լինի միաժամանակ ԵՊՀ-ում մնալով, այդ պոզիցիան լավ բան է, էլի։ Նկարագիր է, թե ես ինչ խնդրի մասին եմ խոսում։ Այսինքն հիմա այտենց ենք ասում, վաղը կերևը, բայց ընդհանրապես կարելի է մտավորապես այդ երկու քայլը առաջ անել ու այնտեղ շատ ակնհայտ է որ շատ արագ ինչ որ բայից դու չես կարող այդ երկու բանը միաժամանակ անես ու պետք է ընտրես ինչի համար ես դու ումից ես թաքցնում այդ ընտրությունը ոնց որ բոլոր դեպքերում էլ դա վատ է դու ուզում ես ասես այս քաղաքական ուժը չունի այդ ընտրությունը հետո կունենա դա վատ է որտեղ նախ չենք խոսում որ տասնյակ տարիների մասին բավականին շատ ավելի կարճ ապագայի մասին է ավելի մոտ ապագայի մասին է խոսքը գնում մեկ երկրորդը ինչ իմաստ ունի այդ շարժումը սկսել եթե դու չգիտես քո վերջնապատակը որն է հասկացանք Պուտինի դեմքին կավա չես ուզում ասես որ հաստատ դուրս ես գալու մի խոսանքայինպես այդ թեմաներից կամ քո ծրագրի մեջ ավելի հստակ խոսացեք ձեր առաջարկի մասին հիմա ինչ անշանակում ես միջև կարանամ ելնելու եմ դե ինչ որ մի բայ չես ելնելու ինչ ես ընտրելու Եվրոմիությունը տենց էլ գրի միանգամից Եվրոմիությունը ու որովհետև դրանից բխում է տասնյակ ուրիշ հարցեր Ես երկու կետով մի կետով առնվազն համաձայն չեմ որ դա ինչ որ կարճաժամկետ բան է այդ երկար տարիների այսինքն Եվրամիություն դեպի գնալը այդ բավականին երկար ընթացք կլինելու ու չեմ կարծում որ տասնամյակներ չի տևի օրինակ էլի առնվազն մի տասնամյակ երկրորդ դրա մասին էլ է Նիկոլ Փաշինյանը խոսում իր արգումենտը այն է որ երբ որ մենք Եվրամիության պահանջները, որոնք պետք են, այն պահանջները, որոնք պետք են Եվրամիության անդամ դառնալու համար, եթե մենք այդ բոլորը անենք, այդ բոլոր ռեֆորմները անցկացնենք, մենք այնուամենայնիվ, ոնց որ անկախ ամեն ինչից, կլինենք ավելի լավ ինստիտուցիաներով պետություն օրինակ, էլի, այդ բոլոր ռեֆորմները իրանք մենակ դրական ռեֆորմներ են, անկախ նրանից մենք ի վերջո կմիանանք Եվրամիությանը, թե չէ։ Այդ արգումենտն է Նիկոլ Փաշինյանի արգումենտ էս բան։ Չէ, պարզ հարց է։ Մարդիկ
Նա ո՞նց ձևակերպեմ։ Այդ սա խոսակցությունները ունեն մի քանի շերտ նյուանսներ, հասկանալի է։ Բայց ինքը նաև պետք է ունենա ինչ որ հիմք, որի շուրջ այդ նյուանսները քննարկվում են։ Հիմա մենք գնում ենք դեպի Ռուսաստան, թե դեպի Եվրոմիություն։ Ու ծրագրի մեջ գրած է դեպի Եվրոմիություն, բայց դա գրած է նենց, որ մի քանի տենց ստրախովկեքով էլի, որ հա եթե դա չստացվի, մեկը լավ ռեֆորմներ էր, այնտեղ դե ինչքան կանանք կմնանք բան, այդ ինչ համար է պետք, որ վաղը մուսոր չկարանանք ավելի հստակ հարցեր տանք, ասենք բայեսի քրիսանց եղավ կանանք ասել, դե գրած էր, չէ, ոնց որ դեսը դենը ոնց ստացվի, տենց է կանենք, ոնց որ այդ տպավորությունն է մի քիչ թողնում, էլի, որ կարևոր հարցերի շուրջ երբ որ պատասխանն է ոնց ստացվի կանենք, էլի, ընթացքային կջոգենք, բան, վստահեք մեզի, մենք կջոգենք, դե չէ, ես հիմա այդ որոշումն եմ ընդունում, հենց այդ տեքստի հիման վրա դուր ինձ ինչ որ հստակ բան էր։ Վերադառնալով առաջի կետը հենց խաղաղության մասին էր, ու ինձ դա նաև հետաքրքրեց այս հարցը, թե ինչ է խաղաղությունը։ Այսինքն մենք ունենք սահմանազերծման, սահմանատման process-ը, որ դեռ պետք է անցնենք, չի ավարտվել, այդ բնական է, բարձ է, դա հարկավոր է։ Մենք ունենք sense մի հատ էլի արգումենտ, հա, հաճախ օգտագործում են ԿՓ-ի ներկայացուցիչները, որ օրինակ 2025 թվում չի եղել զոհ սահմանին, հա, գրակոծների կամ ինչ որ բաների պատճառով, որը տենց է, դա կարանք ֆիքսենք, որ չեն խափում, արդար է։ Ստե ես ուզում եմ հասկանալ, իսկ ինչ է նշանակում խաղաղություն։ Այսինքն որ իրանք խոստանում են խաղաղություն, այդ ինչ է նշանակում։ Լրիվ բաց կոմունիկացիաներ, այդ սաղ process-ները սահմանի հետ կապված է։ Մենք ավարտել ենք, մենք ունենք հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ճանապարհները բաց են, առևտուր, դա է խաղաղությունը։ Դե այդ ապաստացի նշում նախընտրական ծրագրում, որ դա է խաղաղությունը, այո։ Ինձ այդ է հետաքրքիր, դրան ով է հակադրում։ Օրինակ ես ինչ որ հակակարծիք դրան կա, հայտնի։ Ինձ թվում է հարցը ուղղակի իրանք որ այդ ներկայացնում են, որ մենք դրան ենք գնում, հարցը հեչ դրանում չի, որ դրան ենք գնում, թե չէ։ Դա մի բան է, ինձ թվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժն դրա տակ կստորագրի, որ հա իհարկե մի օր պետք է լինի այտենց։ Իհարկե դու կուզես քո հարևաններից իզոլացված չլինես, լինես հարաբերությունների մեջ եւ այլն եւ այլն։ Հարցը ուղղակի դառնում է թե ինչ ճանապարհով։ Հիմա մենք հասկանում ենք, որ ճանապարհներից մեկը էդի թրիփն է, որը ֆորմուլա է, որին որ հավատում է ԿՊ-ն, եթե ԱՄՆ-ն շատ փողներ դնի Հայաստանում, ԱՄՆ-ն հետաքրքրված կլինի նրանով, որ պաշտպանի Հայաստանը։ Նու յուրաքանչյուր արտաքին ուժ, այս դեպքում Թրամփն է խոստացել, որ շատ փող կդնենք ու հետաքրքրված կլինենք Հայաստանը պաշտպանելու։ Սխալ տրամաբանություն չի, բայց օրինակ Ռուսաստանն այդ տրամաբանությունով չշարժվեց։ Ռուսաստանը ինձ թվում է ակնհայտ է, որ շատ փող ուներ ներդրած Հայաստանում, մինչև հիմա էլ ունի, բայց Ռուսաստանը օրինակ պահի տակ գնահատեց, որ չպետք է խառնվել ինչ է կատարվում, որը որ Ռուսաստանը մոտիկ է եւ մենք շատ ավելի հետաքրքիր ենք, հա, իրան որպես իրան։ Դե այդտեղ շատ բաներ կարելի է անել, այսինքն կարելի է բերել ուրիշ ֆակտորներ, որ Ռուսաստանը, օրինակ Ռուսաստանի շահերը այդ պահին շատ ավելի լավ կսպասարկեր Ադրբեջանը, որի արդյունքում որ օրինակ Ռուսաստանը չօգնեց Հայաստանին, sense տեսակետ կարելի է նայել նարատիվ, կարելի է նայել, որ Ռուսաստանը ենթադրում էր, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնալու է ոչ ռուսաստանյան ուղով ու դրա համար ի սկզբանե չէր պաշտպանում կամ չպաշտպանեց այն ժամանակ, երբ որ արդեն մի քանի դեպքեր եղել էին, երբ որ Հայաստանը օրինակ միջազգային հետախուզում սկսեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ, որը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր այդ ժամանակ։ Տենց ինչ որ բաներից ելնելով, ոնց որ տարբեր ձևերով կարելի է ասել, թե ինչի Ռուսաստանը չսկսեց պաշտպանել իր շահերը, կոպիտ ասած իր ինվեստիցիաները, բայց մյուս կողմից իր ինվեստիցիաները այդքան վտանգված չէին։ Հիմա նոր սկսում են վտանգվել Ռուսաստանի ինվեստիցիաները, էլի այն ժամանակ քիչ թե շատ օքեյ էին։ Առաջ ուղղակի անցնելով, հա, խաղաղություն, օքեյ, միտքը նրանում է, որ մենք դա ամենակարևոր բանն է, պետք է ավարտենք այդ process-ները եւ ունենանք ինչ-որ հարաբերություններ մեր հարևանների հետ, որից ենթադրվում է, որ իրական Հայաստան մոռացեք ամեն ինչը, կենտրոնացեք սրա վրա, դա արվելու է այս թրիփը, դա հիմնական ոնց որ մեխանիզմներն է, թե մենք ոնց ենք դրան հասնելու։ Երկրորդ կետը, հա։ Երկրորդ կետը, այո, դահայ։
Իսկ մենք ոնց ենք գնալու ըստ քեզ, այսինքն ամեն կետով գնալու ենք, որովհետև տենց չենք հասնի տեղ ինձ թվում է։ Չգիտեմ, բեր գնանք քննարկելով ուղղակի ես երկրորդ կետը կրթության մասին է, իհարկե էլի տենց ինքը բավականին abstract կետ է, որ կրթությունը շատ կարևոր է, մենք գիտենք, որ կրթությունը շատ կարևոր է, պետք է սարքել շատ դպրոցներ, շատ մանկապարտեզներ, շատ եւ այլն, այնտեղ կա օրինակ 100 մանկապարտեզների եւ նախակրթականների կառուցում, այդ էլ շատ պոպուլիստական ֆորմուլիրովկաներ են, հա։ Ում համար է դա գրած։ Հասկանում ես։ Էլի եթե տենց փորձենք դա ոչ թե քթիմազություն, այլ օրինակի վրա ինչ որ իրական մարդ իր գործն է գրել ծրագիր, հա, որով հանդիսանում է քաղաքական ուժը, որ պետք է մարդիկ կարդան, որոշում կայացնեն։ Դու որ գրում ես այնտեղ 100 մանկապարտեզ։ Էդ ով է կարդում, ինչ ես ակնկալում դրանից հետո։ Տիպը լավ թիվ է, 100։ Ես կամ պատկերացնում 100 խփեք թող գնա։ Էդ ինչ թիվ է, էլի։ Այդ թիվը այնտեղ կամ պետք է չլինի, կամ պետք է լինի լավ հասկանալի ու բացատրած, թե որ դայից է վերցրած։ 100 մանկապարտեզը, դա ոնց որ 100 կոնֆետ բաժանեք երեխեքին, թող ուրախանան։ Լավ բան արեք, մառոժնի տվեք, թող ժպտան բոլորը։ Այսինքն չի դրա դրամատրությունը ոնց որ։ Կալորիկ սիրուն թիվ կրակեք, մանկապարտեզ, դե բոլորն է ուզում են մանկապարտեզ, փուչու երեխեքը զախ սիրում են, ժպիտ, ծիծաղ բան։ Սենց չո պատկերներ են ստեղծում, երբ որ ես կարդում եմ ինչ-որ քաղաքական ծրագիր, կրթությունը շատ կարևոր է, պարզ է որ շատ կարևոր է։ Իսկ մենք ինչ որ բան պատրաստում ենք անել կրթության հետ, որ ինքը լինի որակով, հա, որ մենք ունենք, ասենք Հայաստանում արդեն մշակութային ավանդույթ դառած, որ բոլորը պետքա բու ավարտեն պարտադիր, չէ՞։ Էլ չէ ինձ թվում է։ Ավելի շատ էր այն ժամանակ քանց թե հիմա, բայց մինչև հիմա մենք ունենք շատ ավելի շատ ոնց որ կրթական հաստատություններ քանց թե պետք է, բարձրագույն կրթության մասին ենք եթե խոսում, իրանք բոլորը կենտրոնացված են մի քաղաքում, որը բերում է նրան, որ քաղաքը ել ավելի կենտրոնացնում է իր մեջ ամեն ինչ, հա, ոչ մի մարզերի զարգացման մասին խոսք չի գնում եւ այլն, դրա մասին ինչ որ խոսք է։ Մենք ունենք այդ ատեստացիայի, հա, իրաց առաջարկած ձև է դա ատեստացիան, որը եթե դու անցնում ես ատեստացիա, ավելի շատ փող ենք տալի, եթե չես անցնում, ավելի շատ փող չենք տալի, այդ մակարդակի վրա է։ Ինչ որ լուրջ փոփոխություններ այդտեղ կան։ Դե բարձրագույն ու այդ բուհական կրթության ոլորտում կան ինչ որ փոփոխություններ, որոնք առաջարկում են, նախ այդ կենտրոնացումը ավելի շատանալու, ակադեմիական քաղաքաստեղծվում Երևանից մի փոքր դուրս, որտեղ կենտրոնանալու են լիքը բուհեր իրանց ամեն ինչով այնտեղ լինելու են լաբորատորիաներ եւ այլն բոլոր ենթակառուցվածքներով իրանց էս այստեղ 3600 ուսանողի համար նախատեսված նաեւ կացարանային ենթակառուցվածքներով ուզում եմ ասեմ կան ինչ որ բաներ ու ինձ այդքան էլ նես չի դուր չեն գալիս այդ սկետերը օրինակ դու ինչ կուզեիր լներ կրթության վերաբերյալ որը որ տենց պրամ քո արժեքներին կհամապատասխաներ Այն ինչ որ ստեղ գրած է, էդի իմ համար այս պայդրությամբ չոր թուղթ լցնելու ավելի շատ բան է։ Այսինքն դա գրած է 300-ը դպրոցներ վերանորոգել, սարքել։ Էդին այնց բան է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է անի։ Դպրոց սարքելը դա ինչ որ քաղաքական որոշում չի, էլի։ Մենք ունենք օրենք, որով երեխեքը պարտավոր են գնալ դպրոց, բնակչությունը սենց տնենց շատանում է գնալով, հին դպրոցները սենց տնենց պետք է վերանորոգել, նորը պետք է սարքել, դրա քաղաքական ոնց որ հիմքը որն է, կա ինչ որ ուժ, որ ասում է դե չէ, մենք դե դպրոցները կդնենք մի կողմ, բասեիններ կսարքենք, բոլորը պետք է սարքեն, դպրոց սարքելը քաղաքական հարց չի, դա ինչ որ են հին եկած բախտերից, ինչ որ տենց պոպուլյար խոստում է ու մենք էդի էլի պրոպագանդայի մեջ շատ ենք տեսել, էլի որ դպրոց ենք սարքենայք, դպրոց ենք սարքենայք, դպրոց ենք սարքի։ Հասկացեք, դպրոց պետք է սարքեք։ Սենց ով էլ գա իշխանության, դպրոց պետք է սարքի։ Ջուրը պետք է հոսա, հոսանքը պետք է լինի հասանելի, էլ ինչ խոստանանք։ Օդը պետք է լինի մաքուր։ Եվ այլն։ Այսինքն դա ինձ դուր չի գալի, որտեղ պոպուլիզմ է, կարճ ասած։ Ու տենց շատ բավական պրիմիտիվ առումով։ Okay, ինձ մեկը հետաքրքիր է, ոնց պետք է լիներ, որ չլիներ ինքը պոպուլիզմ։ Օրինակ մի հատ երկու հատ օրինակ որ բերես, ես լրիվ գող կլինեմ։ Ես հիմա առաջարկեմ Հա, առաջարկի ինչ որ, չգիտեմ, ինչ որ բան, որը որ կփոխարինի այս պոպուլիստական խոստումներ։ Օրինակ ոնց պետք է լինի, պետք է լինի հիմնված ինչի վրա, ոնց որ եթե այս ուղակի սենց օթից վերցրած թիվը, որը ասում են, ինչ պետք է լինի, որը որ կլինի լավ կրթության վերաբերող ծրագրի մաս։ Okay, ինձ թվում է, հեսա փորձեմ ձևակերպեմ, լավ հարց ես տալի։ Ու այդ հարցի տեսակը ես շատ հաճախ եմ հանդիպում,
հարցի տեսակ հասելով նկատի ունեմ ինչ պետք է լինի, հա։ Իմ առաջի պատասխանը դրանն է, որ ես վճարում եմ այդ մարդկանց, որ իրանք մտածեն, թե ինչ պետք է լինի։ Ես պետք է նստեմ, իմ գործով զբաղվեմ, իմ մասնագիտությունով հարց տվեք, ես կասեմ ինչ պետք է լինի, ես դրա համար վարձատրվում եմ, ես դրա մասնագետն եմ։ Դրա մասնագետը իրանք են, կամ ուզում են դառնալ, հա, կամ են եւ այլն։ Իրանք պետք է մտածեն լուծումներ։ Ես տալիս եմ դրա համար իրանք գումար։ Խնդրում եմ մտածեք լուծումներ։ Այ ինչ պետք է լիներ, կարամ այդ ֆորմուլայով, հա, բացատրեմ, որ օրինակ ես տեսնում եմ որպես քաղաքացի ուղղակի սովորական մարդ, տեսնում եմ, որ բուհական կրթության մակարդակը շատ ցածր է, որտեղ եղել եմ ինքս ուսանող եւ տեսնում եմ ուսանողներին այսօր եւ նախկին եւ այլն։ Ես տեսնում եմ, որ բուհական կրթության մակարդակը բավականին ցածր է համարյա թե բոլոր ուղղություններով։ Հայաստանում եթե դու ստացար բուհական կրթություն, դու գինես շատ վատ գիտելիքներ ունես հիմնականում վերջում, բայց նաեւ ունես դիպլոմ, որ դու ես ինչի մասնագետն ես։ Կուզենայի տեսնեի ինչ որ հստակ լուծում, թե ոնց ենք բարձրացնում այդ որակը։ Ոչ թե որ կրթությունը դա շատ կարևոր է, 300 դպրոց պետք է սարքենք, այլ այո, Հայաստանում բուհական կրթությունը շատ վատ մակարդակում է, մենք չափում ենք դա այս ձևով, դրա համար կա այս ինչ որ սպეციფიկ կոնկրետ լուծումը, որ մենք հավատում ենք, եթե սա կիրառենք այս ձևով չափելիս, կստանանք 5 տարի հետո այսինչ փոփոխություն է։ Ընդհանրապես, եթե կիրառեմ արդեն իմ մասնագիտական հմտությունները, որպես մենեջեր, սովորական մարդ, որը աշխատում է կառավարչական, հա, ոլորտում, գոյություն ունի օրինակ այսպիսի մի հատ ֆրեյմվորք, այսպես ասած, հա, այսինքն մեթոդաբանություն, թե ոնց դնել նպատակները, կոչվում է Objective Key Results, OKR, հա, որտեղ որ դու երբ որ ինչ որ նպատակ ես դնում, դու դնում ես ինչ որ նպատակ, իրան ձևակերպում ես ու հետո ձևակերպում ես ինչ key result, այսինքն ինչ ոնց եք չափելու այդ հասել եք ձեր նպատակին թե չէ։ Այո, դա պետք է լինի չափելի ու հստակ ինչ որ թվով ֆիքսված, որպեսզի դու 5 տարի հետո վերադառնաս ու նայես, ասես, հա, ստացվեց, չստացվեց, այսքան չափով ստացվեց։ Այտենց եթե մեկը գրեր այտենց ծրագիր, նա իմ սիրտը կշահեր միանգամից, իսկ մենք ունենք այդ հələ որ, չգիտեմ, ում համար նախատեսված 300 դպրոց ենք սարքելու, սարքեք իհարկե։ Ու մի հատ է ու չսարքեիք։ Չէ։ Մի հատ շատ լավ կետ կար այստեղ ծրագրի մեջ։ Ես ուզում եմ իրան կարդալ, որովհետև այստեղ արդեն ինձ թվում է այսի միգուցե հենց Նիկոլ Փաշինյանի ոնց որ անձնական իր հեղինակային պատկերացումն է, հա, քաղաքական փիլիսոփայությունն է, ես նույնիսկ ասեի, այսպես է ինչու՞մ քաղաքացին ես պետք է սիրի, ինչ որ բան պետք է սիրեմ, արդեն ահագին անձնական թեմա միանգամից, ես սիրում եմ բաներ, բայց դա ընդհանրապես ոչ մեկի գործը չի սովորաբար, դա իմ անձնական կյանքն է, բայց ինչ որ քաղաքական ուժ ինձ ասում է դու պետքա սիրես, արդեն մենք ինչ որ օգտագործում ենք շատ ուժեղ կարևոր բան բոլորի համար, մարդիկ սիրում են իրենց երեխեքին, իրենց մամային, պապային, տատիկին, մարոժնի, բայց ստեղ առաջարկում եմ որ քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, էդի հələ քիչ չի, ինչպես ինքն իրան։ Այդ ինչ է էլի։ Չէ, բայց Ինչ է, ուղղակի այդ տիպի բանը գրած է սենց ուղղակի շտողերի մեջ էլի։ Այսինքն ես դրա մեջ էլի տեսնում եմ բացի նրանից թե դրանից կախվելով կարելի է տենց փորձեր վերլուծել թե հեղինակները ինչ կարգավիճակում են գտնվում հոգեկան կամ ինչ փիլիսոփայության տեր մարդիկ են։ Բացի դրանից նաև էլի երևի մտածում են որ դա ոչ մեկ չպետք է կարդա։ Հակառակ դեպքում ես չեմ հասկանում դա ոնց պետք է ես հասկանամ։ Ես ինքս պետք է սենց շատ բարդ, абստրակտ, անձնական, էմոցիոնալ կոնցեպցիան մարսեմ ու հասկանամ, որ ԿՊ-ն ինձնից ուզում է, որ ես սիրեմ իմ պետությունը, ինչպես ինքս ինձ։ Ակր կարող ես ինձ չեմ սիրում։ Կամ ինչ ես էլի ասում, այդ ինչի համար այնտեղ պետք։ Ինչի համար պետք 300 հատ մանկապարտեզ սարքելը, որը լուբոյ քաղաքական ուժ պետք է անի, ու դրա կողքը երկու նախադասություն հետո իմ ու պետության սիրո մասին մի հատ կարճ տող։ Այդ է գժվեցնում ինձ։ Ինչ ես ուզում ինձնից, այդ է իմ հարցը, ինչի համար է պետք շոշափել շատ անհասկանալի բաներ քաղաքական ծրագրի մեջ։ Ինքը, ասեմ ինչի համար է պետք, абստրակտ հասկացությունն է, որը լիքը մարդ հասկանալու է իր ձևով ու տենց ասելու է, հա, օքեյ, ճիշտ ասում, պետությունը պետք է սիրել, որովհետև պետությունն է, որտեղ ես ապրում եմ։ Այդ պետությունը սենց էլի կապ չունի, հարկեր տալիս եմ, չեմ տալի, դա պետությունն է, պետք է սիրել։ Եթե իհարկե հստակ գաղափարախոսությունների
տեր մարդիկ չեն, ում գաղափարության մեջ մտնում է, որ պետությունը քո թշնամին է։ Ինձ թվում է մնացած բոլոր դեպքերում մեծամասամբ մարդիկ ոնց որ ինչ որ ձև այդ մտքին կողմ են լինում by default։ Okay, պետությունը պետք չի սիրել, որովհետև սերը կիրառելի չի նրան, որը մարդկային հարաբերությունների մի մասը չի կազմում։ Չէ, կարծում եմ սերը կիրառելի է բաժակի նկատմամբ նույնիսկ, так что ոչ, համաձայն չեմ ես քո այդ մտքի հետ։ Okay, պետությունը պետք չի սիրել, որովհետև պարզ չի ինչա նշանակում պետություն սիրելը։ Այդ հարցի պատասխանը լենա, որ լիքը մարդ, շատ մարդիկ ինչ որ ձև հասկանում են այդ իրենց համար, պետությունը, անկախ նրանից իրանք այդ դրան նստակ ձևակերպում տալիս են, թե չէ։ Ու by default համաձայն են լինելու նրա հետ, որ պետությունը պետքա սիրել։ Ինչ կապ ունի ԿՓ-ն դրա հետ։ Այդ մարդկանց է գրավում ԿՊ-ն այդ Պետություն սիրող մարդկանց։ Որոնք համաձայն են, որ պետք է պետությունը սիրել։ Մենք կփորձենք մի քիչ ավելի արագ շարժվել իհարկե, որովհետև sense կարանք երկար լռվենք, բայց այս ամեն ինչը կանք համարենք կտիմազություն, իսկ կանանք համարենք, որ սրանք վառ օրինակներ են, թե ինչ տեսակ մարդիկ են կանգնած այս տեքստի հետև։ Ինչա կատարվում այս հեղինակների գլխներում, ես ասենց եմ մեկնաբանում, չգիտեմ դուք ոնց եք ուզում։ Արի անդրադառնանք երրորդ կետին՝ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այո, խոսքը ստեղ գնում է Հայաստանի հատուկ ուղու մասին, հա, պատմության եւ միջազգային հարաբերությունների մեջ, ես այդպես եմ հասկացել, ինչ որ այլ ինչ նոր մոդել առաջարկվում, որ մենք ոչ այս կոմենք, ոչ այն կոմենք, բնականաբար հիմա ենթադրվում է, որ կա ինչ որ պատմական ընտրություն, հա, հիմա ասած ձևավորվում են ինչ որ կոալիցիաներ, հա, ինչ որ բլոկեր, հա, կա ինչ որ Ռուսաստան, Պարսկաստան այդ միավորումը, որը հակադրված է ինչ որ արևմտյան աշխարհին եւ այլն, ու մենք ինչպես միշտ գտնվում ենք խաչմերուկում եւ պետք է ընտրենք, սենց է դիսկուրսը, եթե շատ բարձ ձևերով նկարագրենք, ու բոլորի մոտ այդ հարցն է, թե որ կողմ։ ԿՊ-ն առաջարկում է ոչ մի կողմ, առաջարկում է լինել հավասարակշռված, որտեղ որ մեր շահերին է համապատասխանում այդ ճանապարհով գնալ, ու հավասարակշռման եւ այն ստեղծել, հա, նենց իրավիճակ, որտեղ որ մենք կարանք մեզ դա թույլ տանք, այսինքն էլի բոլոր լավ բաների համար բոլոր վատ բաներին դեմ, ինչ որ շատ պոպուլիստական իմ համար կետ ասա, որ կողմ գնանք, ոչ մի կողմ, գնանք մեր ճանապարհով, ամենալավ բաները ընտրենք բոլոր ճանապարհներից, ամենավատ բաները չընտրենք բոլոր ճանապարհներից եւ կլինի ամեն ինչ լավ։ Ես այդպես հասկացա այս կետը, դու ոնց հասկացար։ Ես հասկանում եմ, որ ինքը նկատի ունի, որ նեյտրալությունը Հայաստանի, կոպիտ ասած, ռազմական միջադեպերում, ռազմական կոնֆլիկտների մեջ Հայաստանը վերցնում է նեյտրալ դիրք, sense մոտավորապես, բայց դրա համար ըստ իս շատ մեծ ռազմական ներուժ է պետք, որ Հայաստանը չունի ու նաև չունի այն դիրքը տարածաշրջանում, որ իրան թույլ կտա աշխարհագրորեն տենց նեյտրալ դիրք գրավի, էլի։ Օրինակ այդ դրա հիմք են իմ համար, որ ինքը շարունակում է Իրանի հետ հումանիտար հարաբերությունները եւ այլն այս պատերազմի ընթացքում, միևնույն ժամանակ ինքը ընդհանրապես ոչ մի ձև չի խորշում թրիփի մասին անընդհատ բարձրաձայնելուց, պլյուս շնորհավորում է Իսրայելի անկախության տոնը, ու այսպես իր հավասարակշռման ու հավասարակշռեց ինչ էր ասում, հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը այդ է կարծում եմ իր պատկերացրած նեյտրալիտետը։ Դե, իմ կարծիքով շատ կարևոր մի հարց, որը բոլորին հուզում է ու ոչ բավանդակալից պատասխան։ Ես չհասկացա ինչ ենք անելու, էլի ավելի շատ դե ընթացքում կջոգենք այսպես վիճակեր։ Իմ համար այդ պատասխանը մի հետաքրքիր պահ, որ ինձ դուր եկավ, թե ինչ հերթականությամբ են թվարկած երկրները, որոնք որ գտնվում են Հայաստանի, հա, ուշադրության այսպես ասած կենտրոնում, ցիտում եմ, այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն եւ կուսակցությունը գնալու է այս ճանապարհով։ Կորավ Ռուսաստանը։ Նո, նախ չկա Ռուսաստան անվանուն, այսինքն, նո, ստեղ բնականաբար ես հասկացա, որ անմիջական հարևանների հետ, անմիջական հարևանների մասին է խոսքը, ու այդ
հերթականությամբ են իրանք շարժել։ Հայաստանը մեր ամենալավ ընկերն է, Իրանը դրանից հետո, Հա, դե Թուրքիան, ու Ադրբեջանը Ադրբեջանը մեր սկզբից Թուրքիան, հետո վերջում Ադրբեջանը հետաքրքիր ընտրություն է կատարել տեքստի հեղինակը, ինձ դուր եկավ։ Բայց էլի ինչ որ կոնկրետ բաներ կան, ինչ որ կոնկրետ առաջարկներ կան, ինչ են անելու, որովհետև իրանք կան ուրիշ տեղերում։ Ոնց որ իրանք այդ ամեն ինչը փոխկապակցված է, հա, եթե մենք ունենք օրինակ օրենքով Եվրոպական միության միանալու մասին օրենքը, որը պարտադրում է, հա, կառավարությունը շարժվել այդ ուղղությամբ։ Արդյոք մենք շատ տենց հավասարակշռված օրենք է դա։ Հավասարակշռված օրենքը չէր լինի, որ օրենք լիներ Եվրոպական միության եւ մնացած բոլոր միություններին շարժվելու մասին օրենքը, ու դից Հայաստանը, որ միաժամանակ շարժվում է բոլոր միություններին եւ ամենալավ ռեֆորմները ամենտեղից վերցնում, այսինքն այդ պոպուլիստական էլի իմ կարծիքով կոչը չգնալ ոչ միտեղ, այլ գնալ մեր սեփական ճանապարհով, դա ուղղակի նշանակում է ինքդ քեզ հակասես քո ծրագրի մեջ ուրիշ կետերում, որտեղ գրած է։ Թրիփը դա հավասարակշռված պրոյեկտ է, հասարակաշռման է դա կարծում եմ։ Թե դա ամերիկական, հա, արևմտյան կոնկրետ պրոյեկտ է, որը հավասարակշռում է Իրանին ու Ռուսաստանին։ Այսինքն 102-րդ բազա, ռազմական բազա, հավասարակշռումը Թուրքիային ու ԱՄՆ-ին։ Շատ հետաքրքիր է։ Ես կուզեի, այո, մի հատ մանրամասն այդ կշիռները հասկանալ եւ այլն։ Օրինակ նույն այդ 102-րդ բազայի մասին։ Բազան որպես օրինակ Ռուսաստանի ռազմական ներկայացությունը Հայաստանում։ Ինչ է։ Ինչ են անում։ Քաղաքական պայմանագիրի եթե իշխանության գալիս ենք։ Ինչ են անում։ Օտար երկրի, որը որ ուժեղ հակադրման մեջ է մեծ մասի ուրիշ մոլորակի երկրների հետ, որը հիմա պատերազմի մեջ է, որը միգուցե ունի պլաններ լինել պատերազմի մեջ ավելի երկար ու ուրիշ պետությունների մեջ իրանց ռազմական ներկայությունը Հայաստանում։ Արդյոք չի պահանջում ինչ որ վերաբերմունք։ Արդյոք կարելի է դա հավասարակշռման ինչ որ այդ բանաձևի մեջ տեղավորցնել։ Չգիտեմ, ինչ որ մեծ պահանգիստ կարելի է տեղավորցնել, ինձ ասա, ես սաղ կարամ տեղավորցնեմ, որը ոնց որ իմ համար այդ Նիկոլ Փաշինյանից ու ԿՊ-ի տեսանկյունն է, էլի։ Կարծում եմ հավասարակշռման քաղաքականության մեջ է գտնվում իրանց համար այն իմաստով, որ 102-րդ ռազմաբազան ապահովում է Ռուսաստանի հարաբերությունների մի մասը, այսինքն այդ այն կետերից է, որոնք իրանք կառուցում են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե ասենք ասում են, նայեք, բազային ձեռ չենք տվել, նայեք, այսինքն ձեռ չենք տալի խոսքի։ Հիմա ցած հարցը առաջանում։ Արդյոք երբ որ դու երկու բավականին ուժեղ կերպով հակադրված գերուժերի հետ փորձում ես հավասարակշիռ հարաբերություններ ստեղծել, արդյոք դա չի դառնում ուղղակի սպառնալիք, որ դու դառնում ես իրանց համար այդ դաշտը, որտեղ իրանց այդ հակադրությունը տեղի է ունենում։ Այս կամ այն ձևով։ Ու դու ուղիղ հա պատերազմային կամ ավելի ինչ որ ճնշման ձևով։ Այդ ավելի ու դա միշտ այնով որ դաշտը հանդիսանում, ինքը իհարկե դուժյալ կողմն է այդ ամեն ինչի մեջ։ Դա արդյոք մի սպառնալիք չի, որի մասին պետք չի խոսալ, երբ որ մենք ուզում ենք միանգամից ամեն ինչ անենք հավասարակշռված։ Տենց է որ կա։ Ինչ են կամ դրա հետ, էլի ես ուզում եմ ծրագրի մեջ դա հասկանամ, այսինքն ինչ որ պլաններ կա։ Ըստ պայմանագրի մինչև 2040 քանի թիվ դեռ 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։ Կա պայմանագիր Ռուսաստանի հետ, որը կնքվել է Սերժ Սարգսյանի օրոք, ավելացվել է այդ ժամկետը, կարծեմ 2013-14 թվականներին։ Չէ, հարցս դրա մասին չի, հարցս քաղաքական ուժի քաղաքական որոշման ու իրանց այդ արտաքին իրավիճակի վերլուծության մասին է հարցը։ Ինչ են գանում։ Պրոստը բոլորին հավաքում ենք, որ մենք վաղը միսօր էլի դառնանք կետ, որտեղ որ ամերիկացի կրսների հետ որոշելու են ով ավելի ուժեղ։ Ես օրինակ չէ ուզենա ապրել այդպես երկրում։ Ես կուզենայի իրոք նեյտրալ, հա, իհարկե ամենալավ տարբերակը դա լինել նեյտրալ, ամեն ինչից զատ, դուրս բոլոր սպառնալիքներից հեռու, հնարավոր է դա Հայաստանի դեպքում։ Մի հատ վերլուծություն կա, ոնց որ ես այդտենց չպետք է հասկանամ, որ հավասարակշռման եւ այլնի այդ ծրագիրը դրա մասին է։ Ոնց ենք դրան հասնում։ Պատասխան չկա։ Նույն, այսինքն վերաբերմունքս նույնն է։ Շատ լավ գաղափարներ, հրաշալի, հիմք չեմ տեսնում,
Չեմ հավատում։ Դրա ամենավառ դրսևորումը բանն է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերություն կամ երկխոսություն հաստատել է տարբեր երկրների հետ ու այսօր էլ է եւս երկու երկրների հետ ռազմավարական գործընկերություն հաստատել Խորվաթիայի հետ այմիսը չեմ հիշում որ Մեծ Բրիտանիայի հետ ու արի նշում են երկրների ցանկը որոնց հետ ռազմավարական գործընկերություն ունի Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վրաստան, Նիդերլանդներ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, ԵՄ, Գերմանիա, Լյուքսեմբուրգ ու պատրաստվում է այս տարի էլ կնքի Իրանի հետ ու Ռուսաստանի հետ էլ ունեն նորից Ռուսաստանի հետ ուրիշ ձև նշում միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ոչմ ասած սենա որ ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ միաժամանակ ունի ռազմավարական գործընկերության համաձայնագիր ու այդ չգիտեմ ոնց է աշխատում էլի իրականում օրինակ ոնց է ընդ լինում երբ որ Չինաստանը ու Ամերիկան ունենում են հակընդդեմ շահեր այդ դեպքում Հայաստանը ինչ է անում ոնց որ ասում է ես երկուսս էլ ունեմ ստրատեգիական գործընկերություն ոչ մեկին չեմ անելու երկուսին էլ անելու եմ դե վсё մի կողմա բռնելու ինչ որ իտոգում դպրոցում կար sense օրենք եթե դու բոլորի հետ ընկեր ես դու ոչ մեկի հետ ընկեր չես ինձ թվում է տենց առանձնապես բան չի փոխվել կարելի է կիրառել նույն բանը ու որպես օրինակ հա Արցախի 20 թվականի պատերազմից հետո սկսավ տենց ավելի ակտիվ արևմտյան երկրների ներգրավվածությունը Հայաստանի ընդհանրապես հարցերում Ну, բարձր որտեվ իշխանապողություն եղավ ավելի այտենց բարձ վստահելի դեմքեր էին եվրոպական քաղաքական գործիչների համար նոր դեմքերը Հայաստանի ու բարձր որտենց շատ աֆիլիացված չէին Ռուսաստանի հետ ոնց որ նախկինները որոնք շատ ուղիղ կերպով էին աֆիլիացված ու ես ունեմ sense մի քանի այտենց ճուր թվեր որ օրինակ դիմակայություն եւ աճ, որը նշվում է այդ ծրագիրը, որպես նվաճում ինձ թվում է նկատի ունեն, հա, ԿՊ-ն, որ մենք այսինչ ծրագրեր ենք, հա, ունեցել ու ունենք Եվրոպական միության հետ, ունդեղ կան թվեր, հա, այսինքն 270 միլիոն եվրո այսինչ ծրագրի ընթացքում 24-27 թվերի համար 200 միլիոն գրանտ է, 70 միլիոն ինչ որ ֆանդինգ է, էս այն է եւ այլն Ну, տենց էտի շատ մեծ թվեր չեն իհարկե միջազգային հարաբերությունների մեջ, բայց թվեր են ու ինչքան ես գիտեմ կամ կարելի է դա ավելի մանրամասն ուսումնասիրել, բայց գրեթե համոզված եմ, որ Ռուսաստանի օրինակ կողմից, հա, տենց ինչ որ ծրագրեր չկան, երևի թե կային ավելի նախկինում, դե հաստատ կային ռազմավարական հենց կներես, ռազմական ոլորտում, հա, զենքեր եւ այլն, բայց հիմա չկան ու կամ շատ ավելի քիչ են, էլի մենք ունենք ինչ-որ հստակ սիտուացիա։ Ինչն է հավասարակշռված, եթե հարյուրավոր միլիոնավոր եվրոներով մենք ինչ-որ գրանտեր ենք ստանում, դա պետք է հասկանալ, հա, տարբերություն կա, երբ որ մենք ստանում ենք օրինակ, չգիտեմ, համաշխարհային բանկից վարկ, ու երբ որ մենք ստանում ենք ուղղակի Եվրոպական միությունից ինչ-որ գրանտ, դա լրիվ տարբեր բաներ են, հա, նա ինչ-որ կոմերցիոն վարկը, որ մենք հետ ենք տալու որպես պետություն, դա ընդունված պրակտիկա է, իսկ սա ուղղակի մեզ փող են տալի ինչ-որ հստակ պահանջներով։ Ոնց որ այդ հարցը շատ ավելի փոքր մակարդակի վրա էլ միշտ կար, երբ որ ինչ-որ մի հատ կազմակերպություն, ինչ-որ մի հատ ցուցահանդես կամ ինչ-որ մի հատ ֆորում, ինչ-որ մի հատ խոսակցություն է կազմակերպում Հայաստանում դա բավականին շատ էր, ու դա ֆինանսավորված է ինչ-որ գրանտի միջոցով, պետք չի մոռանալ, որ կապիտալիստական աշխարհում ոչ մեկ փող չի տալի քեզ լավ բաների համար, որ երեխաները լինեն ժպիտով եւ ուրախ։ Ինչ որ բանի համար են ձեզ փող տալի, դրա համար դուք պետք է տաք ինչ որ ռեզուլտատ։ Ստեղ էլ նույն բանն է, հա, այսինքն սա հստակ մեթոդ է, որպեսզի ազդեցություն ունենա, հա, ինչ որ արևմտյան երկրները ու իրենց քաղաքական կոալիցիաները ունենան ազդեցություն Հայաստանի վրա եւ իրենց քաշեն իրենց ազդեցության դաշտի մեջ։ Դա այդ պարզ է, բայց մյուս կողմից հնարավոր չի գրանտ վերցնել ու անել ինչ-որ բան, որը օքեյ, կմոտեցնի կքաշի իրանց դեպի իրանց քաղաքական ազդեցության տակ, բայց միևնույն ժամանակ դու կանես ինչ-որ լավ բան, որտեղ օրինակ կարող է կշիռները տարբեր լինեն, դու 70%-ով լավ բան արեցիր ու 30%-ով տվեցիր իրանց ինֆորմացիա, ինչ-որ չգիտեմ, ասենք, ավելի հեշտ հասանելիություն ունեցան քո ինֆրաստրուկտուրային ենթադրենք։ Կուզենայի դրա մասին լեր հստակ ավելի պատկերացումներ այդ քաղաքական ուժից, որը դրանով հանդիսանում է որպես ծրագիր։
հավասարակշռվածության գաղափար, բայց մենք լիքը փող ենք վերցնում այս ուժից, այն ուժից էլ փող չենք վերցնում, բայց ինչ եթե տանկը վերցնենք, դա այն ուժից չէ, կակրաս տալիս են ոչ թե փող ոչ միայն, այլ նաև օրինակ չգիտեմ, հումանիտար օգնություն են տալիս Արցախից տեղահանվածներին, առաջարկել են ինչ-որ էլի տենց օգնության բաներ, որոնցից Հայաստանը հրաժարվել է վերջի մի քանի անգամ։ Մինչև հեղափոխությունը տալիս էին վարկեր ավելի հարմար պայմաններով, Ռուսաստանից տրված բաները դրանք էին։ Դե հա, բարձր, ու մենք այդ ամեն ինչի ընթացքում նաև մեկը ԵՊՀ-ի անդամ ենք, որոշ ԵՊՀ-ը, Եվրազիական սոյուզից, ԵԱՏՄ։ Պակա։ Նույնստեղ ինձ հետաքրքիր էր այդ նույն դիսկուրսի շրջանակներում, թե քիչ ավելի բարձ, հա, ինչ եք ասում, ինչ եք առաջարկում։ Ես անդրադարձա Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, այսինքն այն օրենքը, որը կպն ընդունել է, որը եւս մեկ անգամ օրենք է, որը նշանակում է, որ մենք պարտադրված ենք, հա, օրենքի ուժով շարժվել դեպի, ես նենց եմ հասկանում։ Ինձ ուղղեք, եթե ես սխալ եմ, ես սիրում եմ իմ պետությունը ինչպես ինքս ինձ եւ հարգում եմ իմ պետության օրենքը, այդ օրենքներից մեկը այն է, որ մի գողացի, մյուսը այն, որ մենք պետք է դառնանք Հայաստանի Հանրապետություն դառնա Եվրոպական միության անդամ, հարց չկա։ Բայց ինչի ինչ է գրած օրենքում, ինչի համար է դա պետք է, դա էլի հետաքրքիր տողեր են։ Այդ օրենքի ընդունման նպատակը ըստ օրենքի առաջադեմ քաղաքակիրթ զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի նրա ներկայիս իշխանությունների կամքի վճռականության ամրագրումն է։ Թույն օրենք է, չէ՞։ Что? Ոնց պետք է այս օրենքը խախտել, հավանաբար դու մտածում ես։ Ես ընդհանրապես մտածում եմ, սա ինչ բառեր են օրենքի տեքստում գրած։ Ну, էլի, այսինքն ոնց դու կարաս խոսած հավասարակշռման մասին, երբ որ դու ունես օրենք, որտեղ գրած է, որ կա մի հատ մարդկության ընտանիք, որը զարգացած է առաջադեմ է եւ քաղաքակիրթ, եւ մենք ուզում ենք դառնանք այդ ընտանիքի անդամը, այսինքն դեռ չենք, ու դա է մեր կամքը, ու դա Եվրոպական միությունն է։ Մենք գնում ենք Եվրոպական միության հարցնում ենք դուք ինչ եք մտածում, իրանք ասում են, որ Ռուսաստանը պետք է ընդհանրապես խաչքաշել այնտեղ լուրջ խնդիրներ կան, Չինաստանի հետ լուրջ խնդիրներ կան, Պարսկաստանի հետ լուրջ խնդիրներ կան, այսինքն այն մնացած բոլոր երկրները, որոնք թվարկված են որպես հավասարակշռման եւ այլն, չեն այդ ընտանիքի անդամը ըստ այդ ընտանիքի հայրերին եւ մայրերին, ընդհանրապես այնտեղ մի հատ հայտնի խոսք կար բան Եվրոպական միության քաղաքական գործիչներից մեկը ասել էր դրախտային պարտեզի Եվրոպական միությանը դրախտային պարտեզի հետ համատել ասել էր որ դա դրախտային պարտեզ է որը մենք պետքա պաշտպանենք դրսի հա վարվարներից եւ այլն այսինքն իրանք էլ ընդեղ մեզ չեն հասկանում ինչա կատարվում բայց մենք ունենք օրենք որտեղ տենց բան է գրած հարց չկա ինչն է խնդիրը կան տես քաղաքական ուժեր Էդմոն Մարուկյանի քաղաքական ուժը իր մոտ ծրագիրը երևի երկու տողանի է ու առաջի տողը դրա մասին է որ մենք ուզում ենք դառնանք եվրոպացի մենք գնում ենք եվրոպական խորհուրդ միություն այդ է մեզ պետք մենք այդ ենք առաջարկում մենք համարում ենք մեզ այդ մշակույթի ամեն ինչի մի մասը դա շատ հստակ առաջարկ է ես համոզված եմ լիքը դրա հետ համաձայն է լիքը մարդ ես համոզված եմ նաև որ լիքը մարդ դա այդ ընդհանրապես համաձայն չի ու ինչ որ մի մասը չունի կարծիք բայց դա շատ հստակ པարզ խոսակցություն է ինչի չունենալ այդ խոսակցությունը ինչի ենք մենք յանի վերադառնում ամեն ինչ լավ է լինելու բոլորի համար մենք անելու ենք մենակ լավ բաները իսկ վատ բաները չենք անելու օքեյ թույն եղավ հիմա ամեն ինչ པարզ է նու ստեղ կա նաև այս ցիտատը Հայաստանի Հանրապետությունը, որի մասին մենք խոսացինք։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միության անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց եւ կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է ընդունել Հայաստանին։
Եթե այո, Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու համար, եթե ոչ, վերը նշված բարեփոխումները, ինչ որ դու ես ասում, այդ բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ-ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր։ Եղբայր ամեն ձևի ասում եք նրա մասին, որ նա լավ մոդել է, ամեն ինչ այնտեղ լավ է, այսինքն գաղափարախոսական տեսանկյունից, ամեն ինչի տեսանկյունից, ամեն ձև ասում եք, որ դա է ճիշտը, դա եք դուք հավանում, որպես մարդիկ քաղաքական գործիչներ, դուք հենց։ Ոչ թե որ դա օբյեկտիվ իրականությունն է, ճշմարտությունն է, դա գնահատականը, որ դուք տալիս եք, տվեք մինչև վերջ։ Եղեք ավելի հստակ այդ գնահատականների մեջ, որպեսզի ավելի հստակ լինի ձեր։ Դե կարծում եմ այդ արդեն դիվանագիտության մասին են մտածում մի քիչ, որ օրինակ եթե մինչև վերջ ասենք որ օքեյ չենք ուզում Եվրամիության ենթադրենք իրենց նպատակը իրականում Եվրամիության անդամ չդառնալն է, այլ ուղղակի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր դառնալը, կարծում եմ, եթե իրենք ոնց որ չեն տենց ասում մենք ԵՄ-ի բան ենք ուզում դառնանք ու եթե չընդունեն էսի տոշնի է, որովհետև ԵՄ-ն աջակցում է ինչ որ ձև էլի փողերով, գրանտերով եւ այլն այդ չափանիշներին համապատասխանելու։ Միգուցե ես вообще sense ինչ որ ես իմ ուրդուց անում եմ այս արգումենտը։ Միգուցե Եվրամիությունը էլ չի շարունակի փող տալ կամ ավելի քիչ ինտենսիվությամբ կտրամադրի գրանտեր Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխանող Հայաստանը եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր դարձնելու համար։ Ինչ կասես Հայկ։ Դե չգիտեմ, ինձ ճիշտ ասած այդքան էլ շատ չի հետաքրքրում, ես հույս ունեմ, որ մեր պետականությունը կախված չի այդ մի քանի 100 միլիոն եվրոյի գրանտերից, ու այդ չի մեր ամենակարևոր հարցը։ Ես անձն եմ։ Չորրորդ կետը ծրագրի էդի արտաքին անվտանգությունն է, ստե խոսքը գնում է միջազգային լեգիտիմության, փոխկապակցվածության, երկարաժամկետ կանխատեսելիության մասին, այդ կոնտեքստում այստեղ Ստեղ զարմանալիորեն շատ բան չկար, որ ինձ դուր չեկավ, այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ այո, մենք եթե ուզում ենք լինենք ավելի ոնց որ պաշտպանված ինտեգրված, չնայած մենք տեսնում ենք, որ այսօրվա իրականություն 26 թվականին այդքան է միջազգային այդ իրավունքի, ինստիտուտները եւ մեխանիզմները լավ չեն աշխատում, կան երկրներ, որ վերտալյոտով իջնում են ձեր պրեզիդենտին գողանում են դառնում իրենց մոտ, տարբեր բաներ են հիմա կատարվում հետաքրքիր, բայց ամեն դեպքում մենք նենց էլ չի շատ ընտրություն ունենք, մեզ ամեն դեպքում պետք է լինել հնարավորինս ինտեգրված այդ ամեն ինչի մեջ, որը էլի ավելի տենց թաքուն ձևով, ստեղ խոսքը գնում է նրա մասին, որ մոռացեք յուրաքանչյուր տերիտորիալնի պրետենզիաների մասին, մոռացեք Արցախի մասին, մոռացեք իհարկե առավել եւս Ջավախքի մասին կամ Թուրքիայի հայկական հողերի մասին եւ այլն, որովհետեւ մենք պետք է լինենք միջազգային լեգիտիմ, իսկ միջազգային լեգիտիմությունը ենթադրում է, որ դու չունես ոչ մի խնդիր, ոնց որ Ինչը չունես ոչ մի տարածքային պահանջ, հարևան երկրներից։ Ես համաձայն չեմ մի քիչ այս կետի հետ, այսինքն ինչի, որովհետև եթե վերցնենք միջազգային օրենքով, զուտ դրանով, Լեռնային Ղարաբաղն էլ ուներ միջազգային օրենքով ինչ որ տեսակի պաշտպանություն, ինքնորոշման իրավունքն էր, որը որ իրացվում էր կամ պետք է իրացվեր, միջազգային օրենքները այդ նախատեսում են։ Հետաբար կարծում եմ միջազգային օրենքով լեգիտիմ տարածքը բնավ չի պաշտպանում, օքեյ, բնավ չի պաշտպանում չասեմ, այն ասանկյունից, որ առնվազն կազուս բելին չի քո վրա արձակվելու, էլի, եթե քո վրա արձակվելու կարիք լինի, պատճառները լիքն են, որ կարելի է ընտրել, էլի, միջազգային օրենքը այդ պարագայում չի պաշտպանելու քեզ ոչ մի ձև։ Դա ես դրա համար սկզբից ասացի, որ մենք լիքը ունենք օրինակներ, որտեղ դա չի աշխատում, բայց էլի ինչ աստեղ առաջարկում։ Մենք ինչ պետք է անենք, որ կարողանանք չլինենք ինչ որ գոյություն ունեցած մեխանիզմների անդամ։ Պետք է ուրեմն ունենանք մեր սեփական ստեղծված մեխանիզմները, դե չունենք, հիմա կարանք հորինենք ինչ որ բան։ Չէ, նկատի ունեմ այդ ուղակի չի անվտանգության ապահովելու տեսանկյունից, այդ շատ փոքր տոկոս է կազմում, կարծում եմ միջազգային անվտանգության։ Օրինակ ինչ պետք է լինի, լավ, ենթադրենք միջազգայինորեն մեր օրենքով պահպանված տարածքում ենք, էլի։ Ադրբեջանի հարձակման դեպքում ինչով է օգնելու միջազգային այդ օրենքը, միջազգային օրենքները ընդհանուր առմամբ ինչով են օգնելու։ Եվրամիությունը սանկցիաներ է դնելու Ադրբեջանի վրա, Եվրամիությունը զորք է մտցնելու, Եվրամիություն չասենք, միջազգային հանրություն ասենք, որ մի մեխանիզմն է, որ հնարավոր է, որ աշխատի, էլի այդ բaragայում։ Դրանք բոլորը սանկցիաներ, զենգ զինամթերք, դժվար իհարկե մենք ունենք ինչ որ
ունենանք տենց անմիջապես միջամտություն, բայց հա ինչ որ ազդեցություն, ինչ որ ճնշում գործակցել ինչ որ երկրի վրա, որը գոնե ֆորմալ առումով հա խախտում է ինչ որ միջազգային օրենքը, իսկ մենք գիտենք որ Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ կար այդ ձևը թռնել այդ հարցերից, հա միջազգային հանրության մոտ, որովհետև կարելի էր ասել, որ նույն բանը եղավ ՕԴԿԲ Ռուսաստանի կողմից, նույն բանը քիչ շատից եղավ արևմտյան երկրների կողմից, բոլորն էլ եթե ունեին ինչ որ հնարավորություն թեկուզ դիսկուրսի մակարդակով, թեկուզ հանրային ինչ որ խոսակցությունների ժամանակ ասել, որ դե կներեք դուք ինքներդ չեք ոնց որ այս հարցը լուծել, չեք ինքներդ ճանաչել եւ այլն, սա միջազգային օրենքներով մեզ թույլ չի տալի այսինչ գործիքները օգտագործել։ Այդ կաթռնելու մոմենտը, բայց այնտեղ Հայաստանի անվտանգությունը այնքան փխրուն բան է, որտեղ ինքը տարածքով փոքր է։ Եթե լինի կոնֆլիկտ, ենթադրենք էլի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ էական չի այս պարագայում։ Ու եթե լինի նենց ռազմական կոնֆլիկտ, որտեղ տենց full scale պատերազմ է, այդ դեպքում այդ սանկցիաներն էլ ու մնացած ամեն ինչը չեն օգնելու, որովհետև պատերազմը ամենայն հավանականությամբ կարճ է տևելու։ Հարցը նրանում թե ինչ միջազգային սպառնալիքներ կա այս օրը Հայաստանի։ Հա, դա ուրիշ հարց է։ Դե չէ, դա ուրիշ հարց չէ, դա հենց այդ հարցն է, այսինքն ինչքան է ռեալ սպառնալիքը, որ լինելու է հարցակում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա, ինչ է կոնկրետ այդ սպառնալիքը, այսինքն դա պետք է էլի ոնց որ մարդիկ շատ հստակ հասկանան ինչի մասին է խոսքը գնում, հա, այսինքն օրինակ Հայաստանի տոտալ օկուպացիա, այսինքն մենք ապրում ենք, հա, ինչ որ օկուպացիայի տակ կա ինչ որ ժամանակավոր ադրբեջանական կառավարություն, դա շատ կոնկրետ բաներ են, էլի, ու բավականին բարդ բաներ են։ Այդ սա դաժա փոքր Հայաստանի համար կազմակերպելը բարդ բան է։ 1945 թիվը չէ, էլի, որ ուղղակի նեմեցները ասես մտնում են, գլորվելով անցնում են, ու տենց ինչ որ պարտիզաններ են, այդ Տամեն ինչը բավական բարդ է, մենք դա տեսնում ենք կողքերում ինչեր է կատարվում, հա, հիմա տենց պատերազմի միակ օրինակը, հա, դա Ռուսաստանն է, ու մենք տեսնում ենք ինչ է կատարվում Ռուսաստանի ու Ուկրաինայում, որ իրանք ինչ որ 100 մետրը տարիներով ինչ որ առաջ հազիվ շարժվելով, ինչ որ անհասկանալի վիճակ եւ այլն եւ այլն։ Դա մենք տեսնում ենք նաեւ Իսրայելի ու Պաղեստինի ու իր կողքի մյուս երկրների Լիբանանի եւ այլն օրինակը, որտեղ Իսրայելը անում է բուկվալն է օկուպացնում է տարածքները առանց հաշվի առնելու ինչ որ բան, կամ տարածքից դուրս է անում այդ մարդկանց, կամ սպանում է Գազայի դեպքում։ Հետևաբար մենք այդ օրինակներն էլ ունենք, որ ինչ որ չափով այս 45 թիվն է ու ստեղ կարանալ դենց գլոբալ։ Ես դրա համար ասում եմ, իմ սեփական գնահատականը օրինակ ես դժվարանում եմ տամ։ Դժվար է այդ գնահատել։ Ու օրինակ ես կուզենայի այդ գնահատականները լսել օրինակ այն մարդկանցից, ովքեր ունեն ինֆորմացիա դրա մասին շատ քան թե ես, որ լիներ էլի դրա մասին ավելի ինչ որ հասկանալի խոսակցությունը։ Մենք ինչից ենք փորձում խուսափենք։ Ինչի մասին է գնում խոսքը կոնկրետ, երբ որ խոսքը գնում է, չգիտեմ, Զանգեզուրի գարիդորի մասին եւ այլն։ Ինչ է կատարվում ըստ ԿՊ-ի ու ինչ է ինքը առաջարկում որպես դրա լուծում։ Այդ թող լիներ գրած լիներ ծրագրում։ Որովհետեւ հələ որ ստացվում է, որ այդ է գրած լեգիտիմություն։ Okay, ես կարամ դրան այդ մակարդակի վրա համաձայնում եմ, այ երկի, եթե դու ինչ որ էլի մեխանիզմների մի մաս ես ու ինքդ չես խախտում օրենքները, ավելի շատ հավանական է, որ այդ օրենքները կարող է քո օգտին կարողանաս օգտագործել։ Իհարկե 100% գարանտիա ոչ մեկ չի տալի, բայց տրամաբանությունը ինձ հասկանալի է, ես չունեմ դրա այդ պայդրությամբ ինչ որ կոնտրարգումենտ, բայց դա քիչ է, որովհետև միանգամից դրանից հետո գալիս են այս հարցերը, այն օրինակը, այս օրինակը, ու մենք չունենք էլի դրա մասին ավելի հասկանալի խոսակցություն։ Որտեվ էլի այս ծրագրի կետում օքեյ փոխկապվածությունն ու երկարաժամկետ կանխատեսելիությունը էլի դրանք հասկանալի բաներ են այո եթե ինչ որ կա այդ ինտեգրացիան հա ռեգիոնալ այսինքն երբ որ ձեռք չի տալիս դա անել ուժով հիմնականում ուրեմն դա չի արվի ուժով ինչով ասա իմ կարծիքով հիմնական տարբերությունը այդ 45 թվի ու ինչի է как раз Իսրայելը այդ օրինակը այդ տրամաբանությունը խախտում որտեվ կապիտալիստական աշխարհում ենք մենք հիմա շատ ավելի քան 45 թվին ունենք։ Okay. Ավելի շատ շահերը 45 թվին, հա, շատ ավելի շատ
գաղափարը խոսական էր աշխարհը ավելի կարևոր էին կային շատ հստակ տեսլականներ թե ընդհանրապես աշխարհը ինչ ձևի պետք է լինի կային շատ սուր հա շարժումներ ինչ որ իդեաներ այդ ամեն ինչով վառված էր աշխարհը կար կոմունիստներ կար ֆաշիստներ կար դեմոկրատների այսպես ասած հա ինչ որ ճամբարը ու բոլորը ինչ որ շատ հակադարձ կամ սենս կամ անենց չի կարա այդ միաժամանակ լինի ամեն ինչը եւ այլն բայց այդ ամեն ինչը հիմա արդեն այդքան շատ գոյություն չունի այդ ամեն ինչը ջրվել է կապիտալիզմի ճնշման ներքո այս ամեն ինչը այդքան կարևոր չեն իմաստները ավելի շատ կարևոր են հենց կոնկրետ շահերը հենց կապիտալի շահերը եւ այլն ու դրա համար Իսրայելը տենց օրինակա դուրս ընկնող որովհետեւ դա նենց հլվոր վառ գաղափարախոսական տենց կուտոկ է հա այնտեղ հələ կա շատ կարևոր ինչ որ իդեաներ որի համար մարդիկ պատրաստ են կապիտալի շահին դեմ գնան ուրիշ տրամաբանությունով շարժվեն եւ այլն Ռուսաստանի բարագայում Ռուսաստանն էլ է ցույց տալիս ինչ որ հա տենց կիսա գաղափարախոսական հա էլի որ իրանք չունեն գաղափարախոսություն բայց նաև պետք է հասկանալ որ Ռուսաստանը ունի տենց երկարաժամկետ գաղափարախոսական բանի տակ լինելու հա պատմություն ազդեցության տակ լինելու պատմություն Ռուսաստանը վերջով եղել է առաջի եւ վերջի կոմունիստական պրոյեկտը աշխարհում մեծ եւ այլն դա դեռ թարմ է Հայաստանի Ռուսաստանի ղեկավարները կոմունիստներ են այսպես ասած ճակերտավոր հա ֆորմալնի առումով եւ այլն դա սա sense ինչ որ մի հատ բարդ ավելի պատմություն է Ես մոռացա ինչի համար է այդ ամեն ինչը բանի որ փոխվել են ժամանակները կապիտալիզմը ավելի intertwined ասարկել հասարակություններ բանը ու դրա համար տենց ուժով շուկայի շահերը շուկային գաղափարները այսպես ասած ավելի կարևոր են դառնում քան թե մնացած ուրիշ բաները ու դա նշանակում է որ հա այս ամեն ինչը իրոք աշխատող է փոխկապվածություն ու այդ երկարաժամկետ կանխատեսելի լինելը այսինքն որ դու դառնում ես ուղղակի այդ շուկայի մի հատ մաս փոքրիկ թեկուզ բայց մաս Շահբանները կան, առևտուրը կա, ոչ մեկ չունի ինչ-որ տենց ազգայնական, ինչ-որ շատ սուր գաղափարներ կամ ինչ-որ ուրիշ գաղափարներ, ու չկա այդ հակադրությունը, մեջտեղից դուրս է գալի, հա? Ինչքան ավելի դու շուկայի մեջ ես չեմ ասում այդ լավ բան, բայց ուղղակի դա այդն է ինչ-որ կատարվում այն կարծիքով հիմա ընդհանրապես աշխարհում, ու որի ռեակցիան է հենց հիմիկվա այս աճ դարձը, որը մենք ունենք, գլոբալնի правый поворот կոչեցյալը, բայց շատ չխորանալով այդ թեմաների մեջ, ես 4 կետի հետ համաձայն եմ ԿՊ-ի Այս արտաքին Այո անվտանգություն Այո որ արտաքին անվտանգությունը պետք է ապահովել հա հենց այդ մեխանիզմներով այո դրանք լավ մեխանիզմներ են բայց արտաքին անվտանգության ինչի մեջ համաձայն չեմ արտաքին անվտանգության մասին խոսալիս պետք է ասել այդ արտաքին սպառնալիքների մասին հստակ վերլուծությունն ու կարծիքը ջան Այո սովորական մարդիկ եւ կենթանիներ ոդքասթ սովորական բավական սովորական բայց շատ գեղեցիկ մի կենթանի շատ սիրուն է Հաջորդ կետը 7-րդ, եթե շարժվենք առաջ, մենք իհարկե ոչ բոլոր կետերն ենք քննարկելու շատ մանրամասն, ինչքան որ մենք առաջ ես կետերը քննարկեցինք, ու նաև այդ ծրագրի էլի այդ խնդիրներից մեկն է, որ այդ կետերը համաչափ չեն։ Այսինքն այնտեղ հերթականություններով գնում է ինչ-որ շատ կարևոր բան ու ոչ այնքան շատ կարևոր բան ու ընդհանրապես ոչ կարևոր բան, սա գնում է ուղղակի հերթականությամբ, դրա համար չի նշանակում որ ամեն ինչը նույն ուշադրության արժանի է, որը մենք կտեսնենք, երբ որ ծրագիրը ամբողջությամբ հասցնենք քննարկենք, բացում եմ ծրագիրը ատոմային կայանից հետո հերթականության մեջ ինչ որ էլի ֆիլոսոֆիական մի քիչ տենց երկար բարակ ջուր ծեծոցի համատեքստում ինձ առաջարկում է նոր սահմանադրություն Ես կդնեի դա երկրորդ կետը, եթե ոչ առաջինը, այո, այսինքն երկրի ամենագլխավոր օրենքի փոփոխությունը, որը առավել եւս ձեր կարծիքով դա հիմնական չէ մեխանիզմն է, որպեսզի ներքին անվտանգությունը ապահովելի լեգիտիմություն եւ այլն, որին կա պահանջարկ, որի մասին խոսում են ուրիշ քաղաքական ուժեր, նախ տանեիք, չի կարե, դա ես կուզեի ինչ-որ ձև հասկանալ, ինչն էր խանգարում, գոնե այդ պրոցեսը սկսել ինչ-որ փուլի հասցնել, ունենալ թեկուզ արդեն պատրաստի նույն տեքստը, ինչ-որ քննարկումներ լիներ լուրջ դրա շուրջ, հասարակությանը առաջարկեիք, ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը եւ պետություն ունենալու նրա գործանակցված կամքը Թարգմանման, եթե ուզում եք պետություն ունենաք, որը նաև պարտավոր եք սիրել, եղեք միացված,
Չէ, սխալ ես թարգմանում ես։ Խնդրում եմ, դու Ես ուրիշ եմ թարգմանում այդ ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, այսինքն այդ քաղաքացիները ժողովուրդը պետք է առնվազն ունենան այո պետություն ունենալու կամք ու մնացած ամեն ինչ պետք է բխի այդ դրանից, այսինքն ունենք պետություն, հետո սահմանադրությունը որ գալիս է, ելի այդ ժողովրդի կամքի արտահայտումը պետք է լինի, որը կներկայացնի արդեն այն հիմնական պոստուլատները, ինչի շուրջ որ ձևավորվում է այս պետությունը, սենց։ Պահանջն է էլի այստեղ ինձ անհասկանալի։ Պետության պահանջը, պետություն ունենալու, ԿՊ-ի պահանջը դեպի ժողովուրդ, որ եթե ուզում եք լավ լինի, դուք սկզբից պետք է ձեր մեջ փոխեք ինչ որ վերաբերմունք ու ուզենակ ունենաք պետություն, որ արժանանակ պետությանը։ Ես sense եմ ինչ որ հասկացել։ Էդի դուք կարող եք ուզենում ունենաք պետություն, մի հատ մեզնից մի բան եք պահանջում, որ դա լինի։ Դա հասկանալի պահանջ չի սովորական մարդուն ուղղված։ Ուզեցի ունենալ պետություն։ Չէ, քաղաքական ուժը ստեղծի լավ պետություն, առաջարկի ձևեր, որով դուք կստեղծես լավ պետություն, ստեղծի նենց պետություն, որը մարդիկ կուզենան, ունենան, ոչ թե հակառակ դերերը փոխենք, էլի դուք սկզբից կամք ձևավորեք, չգիտեմ ինչ պետք է փոխվի էլի մարդկանց մեջ, մարդիկ պետությունը դա ուղղակի քաղաքացիական պայմանագիր է։ Չէ, ինչի՞ համար вообще իրանց անունը տենց գրակուսակցության անունը քաղաքացիական պայմանագիրը իմ հասկանալով, ես չգիտեմ դրա մասին իրանք երբևէ խոսացել են ինչի անունը որտեղից են։ Կարծեմ խոսացել են, բայց չեմ հիշում։ Քաղաքացիական պայմանագիրը ես հասկանում եմ որպես հղում Ռուսոյի գաղափարներին, հա, որ կա ժողովրդի իշխանությունների մեջ կոնտրակտ, հա, որտեղ իրանց կամքը, իրանց ուժը, այսպես ասած, հա, փոխանցում են իշխանությունը իրանց կամքը իրագործում է, այդ է միտքը։ Ու դա կոնտրակտ է, այսինքն կոնտրակտը ինչով է տարբերվում ուրիշ բոլոր սոցիալական պայմանագիր չէ, ռուսերեն մոտ կարծեմ։ Այո, բայց ինձ թվում է դրա մասին է խոսքը, իրավը բառը մի քիչ փոխած է։ Ես այդպես եմ հասկանում, որ այդ դրան հաղվում է, այդ գաղափարին։ Ուտեղ հիմնական էր բնութագիր պահանջը, որ պայմանագիրը նշանակում է, որ կողմերը մասնակցում են այդ պայմանագրի մեջ բարի կամքով եւ կամավորական։ Հա, այսինքն դա ոչ թե Աստծո կողմից դրած թակավորն է եւ այլն, այլ այն ժամանակ, հա, Ռուսոյի ժամանակ դա հենց վերաիմաստավորում էր, որ բերեք պայմանավորվենք։ Ու եթե պայմանավորվածությունը խախտվի, մենք ունենք ձևեր դրա հետ աշխատելու եւ այլն, դա է դրա հիմքը։ Հիմա այդ բնականը մարդկանց ու կախված չի ոչ իրանց ինչ որ չգիտեմ անձնական հատկություններից եւ այլնից։ Մարդկանց համար պետությունը դա ուղղակի ձևա ոնց են իրանք պայմանավորվել իրար հետ ապրելու։ Այդքան բան։ Դա ոչ մի ինչ որ ոչ սրբություն է, ոչ ինչ որ ես միշտ բարձր գաղափար է, ոչ դա պետք է ինչ որ առանձնապես սիրել, ոչ դա պետք է կամք ունենալ եւ այլն։ Պետությունը դա ուղղակի ձևա ոնց են մարդիկ պայմանավորվել իրանց կյանքը վարելու հասարակության մեջ, այսինքն երբ որ մի հոգուց ավել է դառնում մարդ, արդեն ինչ որ պայմանավորվածություն են պետք։ Այդ պայմանավորվածությունները մեծ մասշտաբով ունեն պետության տարբեր տեսքեր։ Մենք հիմա դրանցից մեկը Հայաստանում է։ Այսինքն ես այդ չեմ հասկանում էլի հեղինակը տեքստի ինչի մասին է մտածում, երբ որ ծրագրի մասին, ինչ է ուզում ասնից։ Ես պետք է սիրեմ, ես պետք է կամք ունենամ, ես պետք է ասեմ, ես պետք է այնանամ, ես պետք է վճարեմ իմ հարկերը, չխախտեմ օրենքը։ Մնացածը դուք արեք կլինի, ոչ թե ես իմ անձի մեջ ինչ որ պետք է տարեր գտնեմ, ժողովուրդը շատ ինչ որ sense անձնական բան է, փիլիսոփայական, ես ինչերին են կպնում։ Ախպեր Нет. Դե օրինակ քո իրավունքների իրացումը ոնց որ մտնում է քո հարաբերությունների մեջ պետության։ Ինչ նկատում ես։ Ժույտը եթե պետությունը իրան լավ չի պահում։ Հա։ Դու ունես ինչ-որ իրավունքներ, որոնք կարաս իրացնես, չէ՞։ Ասենք, չգիտեմ, քո բողոքի իրավունքը, ենթադրենք sense ինչ-որ մանր իրավունքներ։ Այդ դուրսա քո պետության հարաբերությունների պատկերացման բանից էլի, որովհետև ըստիս նաև կարելի է տենց հասկանալ, որ ԿՊ-ն հորդորում է ժողովրդին իրացնել իրանց իրավունքները, այդ կլինի քվեարկելու միջոցով, այդ կլինի նոր սահմանադրությանը կողմ կամ դեմ քվեարկելու միջոցով, այդ կլինի այլ միջոցներով, էլի, որը տենց։ Իսկ ես դա կարծում եմ ոչ թե որ հորդորում են, ախպետ ոչ ման հորդորել, ստեղծեք միջավայր, որտեղ դա
Այսինքն ոնց ես պատկերացնում ստեղծեք միջավայր, որտեղ ես գիրացնեմ իմ իրավունքները։ Փաստացի այդտենց դրա համար էլի այդ միջավայրը չկա, դու իրացնելով քո իրավունքները փորձում ես ստանալ այդ միջավայրը, որտեղ պետությունը օրինակ ապրիորի դեմ է դրան։ Մի հատ էլ հասկանանք, օրինակ, ընտրությունների մասնակցելու իրավունքը, դա այդ ունենալ կամք պետություն ունենալ եւ պետության սիրելու մեջ չէ մտնում։ Երևի։ Չգիտենք, որտեղ դա ինչ որ նոր փիլիսոփայություն է, այստեղ չի շատ բացատրվում։ Երևի։ Հիմա մենք դա քննարկեցինք էլի առաջի ոդկասթում։ Մարդիկ չեն գնում ընտրությունների ոչ թե չունեն կամք ու սեր, այլ որովհետև չեն հավատում մեխանիզմներին, այլ որովհետև չեն հավատում, որ իրանց շահերը, իրանց խնդիրները լուծվում են իր ընտրություններին գնալով։ Այդքան բան։ Ինչի մանրամասն քննարկեցինք, որովհետև չեն ընտրվում ուժերը, որովհետև նստեք, վերլուծեք, ինչի այդի տենց ստեղծեք, փոխեք միջավայրը, որպեսզի դա դառնա մարդու շահերից բխող, սիրել չէ։ Դա ինչ է էլի, ինչ որակի խոսակցությունն է դա քաղաքական ուժի եւ ինչ որ մի հատ X մարդու միջև, որտեղ քաղաքական ուժը ասում է հորդորում է ինձ ինչ որ բարոյական բարեմաղթանքները, ինչ որ ինչ հասկանում ես։ Ինչ որ ուղղություններ է ինձ ասում, թե ես ինչ ձևի մարդ պետք է լինեմ եւ այլն եւ այլն։ Դե բարև ձեզ, զբաղվեք ձեր աշխատանքով։ Ուսումնասիրեք իրավիճակը, գտեք խնդիրները, առաջարկեք լուծումներ, թող բերի ձեր ուզած, հա, այդ եթե սեր եք ուզում, նենց արեք այդ սերը ձևավորվի։ Ոչ թե գրեք, որ սերը պետքա լինի։ Այդ ինչ մակարդակի խոսակցություն է, ես ուրախ չեմ հասկանում։ Սխալ է իր հենց բովանդակությունը, իր որակը։ Ինչ ասեմ, այլ աղբոր ես։ Սաղասիր Հայկ ջան, սաղասիր։ Չգիտեմ, սենց ու տենց լիքը բաներ կան, որը սենց ամեն տեից երևում են, որ ինչ որ հեղինակները, չգիտեմ, ինչով են ավելի շատ զբաղված։ Ու առանձին կետ կա, այդ պետք է առանձին կետ կա քրեականի ընդհանրաշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար։ Լրիվ առանձին կետ այդ բոլոր 21 կարևոր կետերի մեջ մի բարբերություն է իհարկե, բայց իր առանձնացված կետ լինել այդ շատ մեծ նշանակություն է տալիս։ Այլ վերադառնալով տեքստի ստրուկտուրային, թե ինչքան կարևոր է ճիշտ տեքստ գրելը, դու դնում ես նույն հարթության վրա, ինչ որ Հայաստանի անվտանգության հարցերը, Եվրոմիության հարցերը ու քրեական ենթամշակույթի ինչ որ հարցը, այսինքն ես դա էլի սենց եմ մեկնաբանվել, ես սենց եմ հասկանում, ես հասկանում եմ, որ ԿՊ-ն համարում է դա այդ նույն կարևորության հարց, նույն լուրջության հարց, ոնց որ մնացած հարցերը։ Ունենք տենց պատճառներ, թե դա ուղղակի ինչ որ անձնական բան, էլի ինչ որ մեկի վերաբերմունքն է, ինչ որ ռաբիզ երկեն լսե, ասել են յախ, որոշել են գրեն ծրագրի մեջ, որ դա պետքա վերացնել Հայաստանից, կամ չգիտեմ, ինչ вообще ինչ նկատի ունենք։ Հա, իհարկե կա այդ քրեական ենթամշակույթի եւ այլն, պոստսովետական երկրներում դա համատարված բան է, Ռուսաստանում նույնիսկ դրա դեմ օրենք, էքստրեմիզմը համարվում, AUE ինչ որ բան ռուսական ոճով են, էլի ինչ որ բանի անունը դրել են շարժում էքստրեմիստական, դա իրանց ամբողջական պայքարը։ Ստեղ նույն բանն է, ինչ քրեական ենթամշակույթ են, մարդիկ պարապ են ուղղակի գործ չունեն ավելի լավ մշակույթ, քան այդ քրեական ենթամշակույթը, ստեղծեք իրավիճակ, պայմաններ, որտեղ այդ ամեն ինչը փոխվի, մարդիկ ունենան աշխատանք, կրթություն եւ այլն եւ այլն։ Դե ես քրեական ենթամշակույթի վերաբերյալ ուզում եմ ասեմ, որ ինչի համար կա այդ մշակույթը, ոնց որ դու ասացիր, որովհետեւ այդ հարաբերությունները բարձելը փաստացի հիմա ուրեմն արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը եւ այլն չի կարողանում լուծել, չի կարողանում երկու ավելի շատ մարդկանց միջև հարաբերությունները, կոնֆլիկտները, այդ մեխանիզմները չկան, որ մարդիկ կարողանան լուծել այդ խնդիրները պետական տարբեր ինստանցիաների միջոցով, հետաբար իրանց տարբերակներից մյուսը, այդ մյուս մեխանիզմը, որը լավ վատ գործում է, որը երբեմն շատ ավելի դաժան է, երբեմն շատ ավելի անարդար է, բայց փաստացի այդ ենթամշակույթն է, որը որ զբաղացնում է այնտեղը, որը որ չի կարողացել զբաղացնել արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը, էլի մնացած բոլոր ինստանցիաները։ Համաձայն եմ, այո, մարդիկ չեն դիմում ոստիկաններին ու դա համարում են քրեական ենթամշակույթի տերմինոլոգիայով զապադլո, ոչ թե որովհետև դա իրանց մարդ տեսակից է գալի, այլ որովհետև այդ աշխատումը այն չի աշխատում։ Իր մարդը իր փորձից գիտի։ Վերջացավ գնաց, նենց արա որ նա աշխատի, ես չաշխատի, եթե համարում ես որ դա ճիշտ է, դրա լուծումները առաջարկի, ուստեղ գրած է նրա քայքայիչ, այսինքն քրեական ենթամշակույթի քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ։
Դե բայդես։ Գերագնահատվածը, եթե դրա մասին ենք խոսում, լիքը ուրիշ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, սա ուղղակի էլի տենց ինչ որ Իսկ օրինակ ինձ հետաքրքիր է հիմա, քանի որ քրեական ենթամշակույթը կա նաև ոստիկանների մեջ, չէ՞։ Ոնց է պետք օրինակ այդ համակարգը փոխել, ինչ եղանակներով, որ դուրս գա լրիվ քրեական ենթամշակույթ։ Ենթադրում եմ, այս կետը ստեղ ու այդ կարևորության ատրված ԿՊ-ի կողմից, որովհետև ինքը բոլոր հնարավոր տեղերում կա Հայաստանում։ Այսինքն, եթե այն մեր արգումենտը, որ քանի որ չկան այլ մեխանիզմներ, որոնք որ աշխատում են ինչ-որ չափով, այդ պատճառով է քրեական ենթամշակույթի գոյությունը, իսկ ինչ եթե ինքը ուղղակի արդեն շարունակվում է բանով իներցիայով, որը եղել է ժամանակին դրա կարիքը ու հիմա ուղղակի այնքան լայն մեծ մասշտաբների է հասել, որ օրինակ, չգիտեմ, միգուցե դրա կարիքը չկա կամ ավելի քիչ կա, բայց քրեական ենթամշակույթը շարունակում է շատ լուրջ տեղ զբաղեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դե քո ասած վերլուծության մեջ կան մի քանի ենթադրություններ, հա, ու այս ավելի շատ մշակութաբանական, ինչ որ հասարակական մշակութաբանական, սոցիոլոգիական հարցեր են, էլի իմ հարկերի փողերը եկալ դրանով էլ գործ արեք, ոչ թե ես դա չպետք է անեմ, ես դրա մասնակից չեմ, դուք էլ չեք, վարձեք մարդկանց, ունենք լավ ուսումնասիրությունների, չգիտեմ, ունենք կան պետական գրանտեր, օրինակ քյարթուներին ուսումնասիրելու, իրանց գաղափարախոսությունը հասկանալ։ Յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր այդ տեսակ, հա, սոցիոլոգիական կամ մշակութային երևույթ ինչ որ բանի համար գոյություն ունի։ Ինքը ինչ որ դեր է խաղում, ինքը ինչ որ հարցեր է լուծում, ինքը ինչ որ բանի համար գոյություն ունի, որովհետև ինքը գոյություն ունի, ինքը բխում է մարդկանցից։ Ու քանի որ մարդիկ չունեն ինչ որ չեն ծնվում ինչ որ ձևի, հա, այսինքն իրանք մշակույթի արդյունք են, որոնք որ միջավայրի արդյունք են, որոնք որ մեծացել են։ Եթե մարդիկ մեծանում են այս միջավայրում ու դառնում են այսպիսին, ու մենք մտածում ենք, որ դա թերագնահատված խնդիր է, վերլուծեք, ուսումնասիրեք էդի ինչի համար գոյություն ունի, դրանից բխող լուծումները արդեն ավելի բարձր կդառնան ձեզ։ Հիմա ոտի վրա ասենք եթե շատ թեթև բանով նայես, էլի հստակ երևում է։ Ես գնում եմ ոստիկանության դիմում, հարցս չի լուծվում, ես հետո հայատի տեղեքին հավքում եմ իրար գլխի, հարցս լուծվում է։ Այ թե քեզ ինչի է ինձ ձեռ տալի այս մշակույթի մասը կազմել, որովհետև այդ մշակույթը լուծում է ինձ հուզող հարցերը, խնդիրները, ինձ տալիս է ինչ-որ անվտանգություն եւ այլն եւ այլն։ Ճղայնացրիկ։ Շարժվելով առաջ, այո, քրեական ենթամշակույթային 9-րդ կետը կիբեր անվտանգություն, արհեստական բանականություն, թվայնացում, տեխնոլոգիաներ կետնա, դա ուղղակի բան, keywords, էլի buzzwords, որ ուզում ես Instagram-ը քո post-ը առաջ գցի, գրում ես այդ ամենահոտ բառերը։ Ուղղակի ինչ որ լավ բառեր են, որ չգիտեմ ինչի համար ստեղ գոյություն ունեն, իհարկե տակը գրած է, որ պետք է այդ ամեն ինչը մենք ունենանք, ու դա լավ բաներ են, որովհետև այսօրվա բաներ են։ Ում համար է այդ գրած, ինչ է դա նշանակում, էլի հարցեր կան։ Դոնես շո մեկը բառ։ Չէ, պրոստը buzzwords, էլի, ինչ որ պրոստը թույն բառեր է գրած, տրենդային անհասկանալի նպատակով։ Շարժվելով առաջ 10-րդ կետը արժեքահեն հանրություն է կոչվում, ուստեղ խոսվում է հետաքրքիր եւ կարևոր թեմաներից մեկի մասին, ավելի կարևոր իմ կարծիքով ԿՊ-ի հենց կոնտեքստում կանց թե այդ նույն ենթամշակույթը քրեական, դա Հայաստանի առաքելական եկեղեցին է եւ այն պայքարը, որը որ հիմա տեղի ունենում ԿՊ-ի ու եկեղեցու միջև։ Okay, այդ պայքարը մի հատ ընդհանրապես մենք պետք է հասկանալ եւ դրան անդրադառնալ։ Երկար բարակ խոսվում է նրա մասին, որ եկեղեցին դա շատ կարևոր է Հայաստանում, դա ինչ-որ տենց հիմնային եւ այլն եւ այլն։ Դրա համար, որպեսզի դա պետք է կարևոր է եւ այլն, արդարացվում է այդ ամեն ինչը ինչ որ հա տեղի է ունենում հիմա։ Էլի տենց տողերի արանքում կա այսպիսի մի հատ արտահայտություն, այդ այն նրա պատճառով թե ինչ վիճակում է հիմա եկեղեցին, հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Բարդ բառերով ԿՊ-ն ասում է մեզ, որ եկեղեցին օգտագործվում է Ռուսաստանի կողմից որպես KGB, չէ, այդ չի դրա տերմինոլոգիայի, այդ չի դրա միտքը, որ այդ քահանաները, այդ որոշ գործիչները եկեղեցու դա KGB-ի աշխատողներ են ու իրանք ներսից քանդում են Հայաստանը Ռուսաստանի շահերը պաշտպանելով։ Չէ՞։
ու դրա համար ենք մենք մեզ որպես իշխանություն իրավունք ստանձնում, որպեսզի մենք խառնվենք ընդհանրապես այդ հարցերին։ Ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ ես հասկանում։ Որից հետո նաև գնում է sense մի հատ հետաքրքիր միառժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանքի եւ կրոնական համոզմունքների ազատությունը եւ վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն լիներ, մենք այս վերջի մի տարին չենք այս freak show-ն էլի նայելու, որտեղ որ եսիմ ինչա կատարում, եսիմ ինչեր են իրար գրում, այսինքն այդտեղ ընդհանրապես KGB-ի հարցեր չի էլի, երբ որ երկրի ղեկավարը չորսերական հարաբերություններն է քննարկում քահանաների, որը չգիտեմ ինչ տրեշ ուղակի տեղի ունենում, ահա որ մի հատ եսիմ ինչա տեղի ունենում, ու էդի կպնում անենց մի հատ թեմային, որը իրոք կարևոր է բոլորի համար։ Եթե Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն այդ ամեն ինչը իրավունք չունի գոյություն ունենալ, եթե իրականում կան այնց բան, որ եկեղեցին որպես կառույց կազմակերպություն մարդիկ ովքեր եկեղեցու մասն են կազմում, խախտում են օրենքը, հա, քրեական օրենքը խախտել, հա, եթե դու աշխատում ես ուրիշ պետության շահերի համար, քո պետության ինչ-որ վնաս ես տալի դա Դու իր նյուդերը չես հրապարակում։ Հա, այդ ու են լրիվ իրար այդ կապ չունեցող ընդհանրապես խոսակցությունները առակս ինչ կցուցան։ Այո, խնդրում եմ քաղաքացիական պայմանագրին, քանի որ իրենք հիմա իշխող ուժ են, առավել ևս եթե միատեղ դառնան, խնդրում եմ իրականում հարգեք այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը դա իրոք աշխարհիկ պետություն է, դա նշանակում է, որ պետությունը, իշխանությունը չի ոչ մի ձև խառնվում, մեկնաբանում, ոչ մի կապ չպետք է ունենա ինչ որ հոգեվորական կազմակերպությունների հետ, Հայաստանի առաքելական եկեղեցին դա կլինի թե յուրաքանչյուր ուրիշ եկեղեցի կամ կրոն կամ որևէ մի բան, աշխարհիկ պետությունը դա նշանակում է լիովին իրարից անջատված է պետությունը, պետական հարցերի իշխանությունը եւ յուրաքանչյուր հոգեվոր ուղղվածության գործունեություն կամ կազմակերպությունները։ Էդա աշխարհիկ պետությունը։ Ու դա իրոք շատ կարեւոր է ու պետք է հարգել։ Ես օրինակ աթեիստ եմ ու ինձ ոչ մի այս ամեն ինչը պետք չի, ինձ պետք չի որ այն մարդիկ էլի որ իմ հարկերով զբաղված են պետական հարցերով շատ մեծ մասը իրենց ռեսուրսների էներգիա ու ես ինչի ծախսում են նրա վրա թե ում հետ է քնում ես իմ ով այնտեղ եկեղեցու ներկայացուցիչներից դե բարդ ես եթե կա խախտում օրենքի թող դրանով զբաղվեն իրավապահ էդ էլ ինչ որ քաղաքական որոշումն է չի պահանջում օրենքը խախտվում է մարդուն պահանջեք օրենքով բրծավ գնաց բոլոր օրենքի դեմ պետք է հավասար լինեն այդքան բան այսինքն մենք ստեղ 10-րդ կետով ինձ ուղակի ուզում են հրամցնեն, վաճառեն այն, որ այո, մենք իրավունք ունենք, հարգելով որ մենք աշխարհիկ ենք, բայց մենք շատ երկար ու տենց ծավալուն ուշադրություն ենք դարձնելու, թե ինչ է կատարվում Հայաստանի առաքելական եկեղեցու ներսում։ Չեմ հասկանում, այդ քաղաքականության հետ ոչ մի կապ չունի ու ոչ մի կապ չպետք է ունենա։ Ես ստեղ մի բան ունեմ ասելու, այդ որը չի վերաբերվում մենակ հոգևոր խավի ներկայացուցիչներին, էլի։ Եթե ինչ-որ մարդ հանցագործություն է անում, իրան մեղադրանք կա առաջադրված, իրան ձերբակալում եք, մի հրապարակեք իր բժշկական գաղտնիք, իր բանկային գաղտնիք, իր սեռական կյանքը այդ վաբշե կապ չունի այն գործերի հետ, որոնցով որ ինքը անցնում է։ Հա, այսինքն այստեղ երկրի ղեկավարը վարչապետը հանրապետության ինքը խոսում է ինչ որ եկեղեցու օրենքների մասին, հա, այսինքն քահանա ինչի կարելի ունենալ կին կամ ինչ որ եւ այլն, դա եկեղեցու օրենքներ են, դա ընդհանրապես պետության հետ կապ չունի, գոյություն ունեն հազարավոր եկեղեցիներ իրանց օրենքներով։ Հիմա մի հատ ուրիշ տեսանկյունով քննարկենք տանք։ Okay, ես օրինակ աթեիստ եմ, հասկացանք, բայց ես հասկանում եմ նաև որ Հայաստանի մշակույթում, Հայաստանի պատմության մեջ եւ այլն հայ առաքելական եկեղեցին, դա ուղղակի եկեղեցի չի, հա, ինչ որ այդ հազարավոր եկեղեցիներից մեկը չի ուղղակի։ Դա իրոք ունեցել է շատ մեծ կարևոր ազդեցություն, Հայաստանը բավականին մոնոլիթ, հա, հասարակությունը, մեծ մասը հայեր են, էթնիկ մեծ մասը այդ հայերի հավատացյալ են ու դրանց ճնշող մեծամասնությունը իր այրտին առաքելական եկեղեցուն են, պատկանում պարզ է որ այդ եկեղեցին ունի շատ մեծ կարևոր ազդեցություն, բայց ինձ ստեղ հետաքրքրում է քաղաքական ուժի դրա հստակ վերաբերմունքը։ Դու չես կարող մի նախադասության մեջ հարգես, որ մենք աշխարհիկ ենք ու երկար կես ժամանոց ճառ կարդաս նրա մասին, թե ինչ եկեղեցական օրենքներ են խախտվում ու փորձես ինչ որ տարօրինակ ձևով արդարացնես, թե դու ես ինչ դրանպես դրա մեջ խառնվում։
կրկին պլուրալիզմ, ես դրան դեմ չեմ, թող գան քաղաքական ուժեր, ասեն մենք այդ սաղ ինչ որ ես նոր ասում եմ եկեղեցու մասին հասկանալով, ընդհանրապես մտածում ենք, որ Հայաստանը պետքա չլինի աշխարհիկ երկիր, օրինակ։ Բերեք մենք ինչ որ հատուկ օրենքներ ընդունենք, հա, փոխենք նենց այդ իրավա կարգը, որպեսզի եկեղեցին ունենա հատուկ դեր, ինքը լինի պետական մեխանիզմների ինչ օրենքներով եւ այլն մի մաս, ու ըստ դրա շարժվենք։ Ու եթե մարդիկ կան ով դա են հավանում, այտենց են տեսնում Հայաստանը։ Շարժվենք այդ ուղղությամբ, հարց չկա, ինչի՞ ամանան մեզ ժառանգվել ինչ որ Սովետ միությունից մնացած այդ աշխարհիկ բան երկրի գաղափարը, որը մենք այսպես պետք է տշենք ու вообще ուշադրություն չդարձնենք։ Դա շատ վտանգավոր է եւ ձեր տերմիններով խոսալով այդ ձեր օրգանական կապը ավելի շատ է խախտում, քան թե յուրաքանչյուր ուրիշ բան, որ վարչապետը ընկել է եսիմ ինչ որ իր հետ ոչ մի կապ չունեցող հարցերով զբաղված, ու որը ուղղակի լարվածություն է առաջացնում մարդկանց մեջ։ Այո, որով առաջի կետով այդ կետի 10-րդ կետի A կետով ասում է, որ ինչա պատրաստվում անել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, պատրաստվում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում։ Այս ցուցակից։ Այո։ Ու ոնց որ այդ ընդհանրապես չի մտնում ինչ որ քրեա իրավական հարաբերությունների մեջ, էլի, այդ вообще կապ չունի օրենքների, օրենսդրության եւ այլն։ Փաստացի, այո, մեր ստեղ քաղաքական ուժը իր ղեկավարով հանդերձ մեզ առաջարկում է, որ ընտրեք այս ուժը, որը կխառնվի լրիվ ինչ որ ուրիշ դաշտում օրենքներով բաններով, այնտեղ բացի այդ պետի հեռացմանից առաջարկում է, որ հետո պետքա կաթողիկոսի այդ տեղափայ ընտրություններ կազմակերպել։ Երկար բարակ մի հատ process, մեզ ուղիղ ասեք, մենք ուզում ենք սարքենք հայ առաքելական եկեղեցու ներքին, հա, գործերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մի մաս։ Ընդունենք օրենքներ, հարց չկա, դառնանք թեոկրատիա։ Առաջարկեք դա, մենք հասկանանք, դա ընտրում ենք, թե չենք ընտրում։ Այդ ինչ որ կիսա պրատ վիճակը լավ չի։ Արդեն դրա մասին խոսեցինք։ Okay։ 11-րդ կետով մշակույթի եւ սպորտի տնտեսականացումն է, սպորտը պետք է լինի լավ, մշակույթը պետք է լինի լավ։ Դա բան է գրած։ Առողջ ապրելակերպն է 12-րդ։ Նույն արդյունքը վրա են ինչ որ քրեական ենթամշակույթը, կաթողիկոսին հեռացնելը ու Հայաստանի արտաքին անվտանգությունը։ Այո, ԿՊ-ն ասում է, որ բան է, մի ծխեք լավ չի։ Դու գնացեք վազելու ֆիզկուլ տարեք բան։ Միգուցե իրոք այդքան կարևոր է։ Էլի դեռ քաղաքական որոշում չի պահանջվում։ Դա ինչ կապ ունի քաղաքականության հետ առողջ ապրելակերպը։ Մի ծխեք ֆիզկուլտով զբաղվեք, շնորհակալություն։ Իսկ ինչ Հայաստան դաշինքն է, ասում է, չէ, առավոտ հելեք, կոֆե ու մի հատ սիգարետ, նոր անցեք գործեք։ Որ ես կարողանամ ընտրեմ դրա մեջ, թե ինչի մասին է ստե խոսքը։ 13-րդ կետը սոցիալական համերաշխությունն է, որը էլի ինչ որ երկար բարակ փիլիսոփայություն է գնում, բայց ստեղ վերադառնալով արդեն թեմային, որը մենք Եվրոպական միությունը քննարկելուց կպանք, ստեղ կա sense բան ներարկանության հայցեկարգի կարևոր բաղադրիչ է նաև թոշակառուների տնտեսական ակտիվության ապահովումը։ Կարևոր է այն գիտակցումը, որ որևէ անձ միայնակ չի կարող հասնել բարեկեցության։ Դրան նպաստում են հանրային տարբեր ենթակառուցվածքներ, ինչպես նյութական, այնպես ոչ նյութական։ Սա նշանակում է, որ ցանկացած անձ պատասխանատու է հանրության առջև եւ այդ պատասխանատվությունը իրականացնում է իր հանրային աշխատանքով, այդ թվում հարկեր վճարելով։ Ուր դուց ուր հասանք։ Հետաքրքիր գաղափար է, էլի տենց բավականին որ սպეციფիկ է, որ պետք է իրոք հասարակությունը նայած պետք է լինի, առավել եւս եթե մենք ուզում ենք զարգացած ընտանիքի մի մաս դառնանք, հա, որ թոշակառուները լինեն առողջ եւ հասարակության հավասար մաս, ունենան անելիքներ եւ այլն։ Իմիջիալոց հայկական մշակույթը բավականին լավ է, հա, այդ հարցի լուծումը տալի, հա, մենք ունենք նենց ավանդույթներ եւ մշակույթ այնպեսին է, որ տարեց մարդկանց, հա, իրանք մնում են ընտանիքի մեջ, իրանք խնամում են եւ այլն, այսինքն ես տենց ինչ որ շատ սուր խնդիր ստեղ չեմ տեսնում ինչ որ թոշակառուների հետ, իհարկե իրանք թոշակների գումարը կարելի է օրինակ բարձրացնել բարձր, բայց հենց այդ իրանք ներարկվածությունը հասարակության մեջ չեմ լավ հասկանում ինչի աստե նշված, բայց թե մենք ոնց ենք լավ այդ սպეციფիկ հարցից գալի հասնում նրան, որ ամեն մի անձ պատասխանատու է հասարակության առաջ, որ պետք է ախպեր ինչի են ինձ ԿՊ-ի ծրագրում անդադ ուզում ուշունց են տալի, որ ես մի բան այն չեմ անում։
որ ես բավարար չափ լավ քաղաքացի չեմ սիրում, չեմ իմ պարտքերը տալիս, ինչ որ sense ինձ անդադ ինչ որ բան են ասում, վերևից ներքև ինչ որ հայացքով, որ միջին հայը լավ, հələ այդքան լավ քաղաքացի չի, իշքան պետք է լինի, որ արժանանա լավ իշխանությանը։ Ես դա sense եմ կարդում։ Ոնց ֆորմա իմ համար դա տենց է, որ կպան ինձ ասում է մենք դա պատրաստ ենք այդ ամեն ինչը անենք։ Դուք հələ դզվեք մի հատ, դուք հələ մի հատ ձեր մեջ մի հատ հələ գցեք բռնեք, փոխեք ձեզ որպես մարդիկ, սիրեք, արեք ձեր պարտքերը, մենք դա գիտենք ամեն ինչ, մենք դες ենք սպասում։ Ես ասած տպավորություն եմ ստանում, որ ծրագրի մեջ անդադ կա։ Հիմա դա անընդունելի է։ Սոցիալական համերաշխության կետը այն կետն է, որում պետքա արտացոլվեին բոլոր սոցիալական խավերը, չէ, եթե նամանան ներառականության մասն է խոսվում, այստեղ այս կետով քաղաքացիական պայմանագիրը խոսում է կանանց իրավունքների, կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, վերացնելով բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց լիարժեք ներգրավվածությանը, Okay, շատ լավ բան է բոլոր խոչընդոտները վերացնելը, չգիտեմ ոնց են անելու ու ինձ այդ հետաքրքիր կլիներ ավելի տեսնել։ Ու նաև ոնց որ հաշմանդամություն ունեցող խմբերի ու տարեցների եւ այլն, ու չկա շատ մի հատ մեծ խավ, որը որ գոյություն ունի այդ LGBT-ն, որ ասում ենք, ես ուզում եմ հատուկ շեշտել հենց այս կետի բանում, որովհետեւ այս կետը այն կետն է, որտեղ դու պիտի դիտման բողակի բաց թողնես այս ծրագիրը գրելուց, ուրիշ տարբերակ չկա, որտեղ այդ լուրջ խնդիր է հասարակության մեջ, իսկ այդ դրան աչք փակելը ոնց որ չես կարելի։ Դա ինձ թվում է այդ արդարությամբ հարվում, որ երևի չի համարվում լուրջ խնդիր։ Բայց համարվում է լուրջ խնդիր առողջ ապրելակերպ առանձին կետով նշված։ Դա չի համարվում լուրջ խնդիր, բայց չգիտես խի բոլոր հասարակություններում զարգացումների ընթացքում իրանք բոլորը եկել են այդ կետին ու ագին թեժ պայքար ունեցել, որի մեջ ներգրավել է հասարակության մեծ մասը, հա, բոլոր երկրներում մեր աչքի առաջ, որտեղ որ պետությունը չի խանգարել, հա, շատ այդ process-ներին, բոլորը եկել են հանգել են նրան, որ այս հարցին պետք է ինչ-որ լուծում տալ, որտեղ այս մարդիկ կան, իրանք շատ են ու իրանք ինտեգրված չեն ներկայիս, հա, հասարակության այդ իրավակարգի եւ այլնի մեջ։ Դա ուղղակի ես որակավորում եմ որպես վախկոտություն։ Թռնոցի, ոնց որ հավանաբար իրանք մտածում են, որ դե այս նենց հարց է, որ մեր վախտով չարժի սրան կպնել, մենք անցնենք, գնանք, ով որ մեզնից հետո գալու է, իրանք էլ թող այդ հարցով զբաղվեն։ Դե բարի ճանապարհ։ 14 կետը շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքն է։ Դա ԿՊ-ի ծրագիրն է։ Ինչ է նշանակում դա ԿՊ-ի падգամավորներն են նրանով զբաղվելու, հոգատար են ավելի դառնալու, եթե մենք իրանց ընտրենք։ Ես չեմ հասկանում, էլի ջուր ծեծոցի։ Իմ սիրած կետին ենք ասել, կետը սենց է։ 15-րդ կետ ջուրն ուրախության եւ երջանկության համոզիչ սիմվոլներից է։ Այդ բանն է, էլի, որ արդեն ով որ գրում է ծրագիրը, արդեն չեն հետևում գրում էլ, արդեն հոգնել է, ու արդեն ոչ մեկի վեճը չի, արդեն կարևոր հարցերը ինչ որ տենց գրել։ Դե ո՞վ է հասնելու կարդալով։ Հա, արդեն պրոստը առակներով ենք խոսում, էլի, 16-րդ կետն է, եղունգ ունես, գլուխդ քորի, ԿՊ, բան, սենց ինչ որ բաներ է գրած, ջուրն ուրախություն, երջանկություն։ Ինչ ա եղել, ինչ առաջարկվում Տենց խոսալ, հա, դա առաջարկը, չէ, արդեն երկու ավոր է, էլի գնալով ավելի վատանում է իրական ծրագիրը, գնալով այդ տեսակ մտքերը ավելի շատ են առաջանում, բայց էլի ջուրը շատ երկու, ես համաձայն եմ ԿՊ-ի հետ այս հարցում, ջուրը ուրախության եւ երջանկության համոզիչ սիմվոլներից է։ Դա բառեր է, էլի, ինչ-որ Համոզիչ սիմվոլներից է։ Ինչ է այդ նշանակում։ Լավ, ինչ որ է, ես համաձայն եմ։ Ջուրը, ջան, ջուրը պետք է որ ջուրը հասանելի լինի բոլորի համար, կարային ավելի լավ։ Կարային կարճ խոսքի ասեն, ինչ ում է պատկանում, ինչի է անդա ինչ որ մի հատ գազམ་ակերպություն, ինչ որ ֆրանսիական ես իմ ում ձեռանգած, որը որ մոնոպոլիա է այդ ջրի հարցում, ու մենք այդ ջուրը Երևան քաղաքում հասանելի չի մեծ մասին նորմալ որակի, չգիտես ինչ որ sense նենց վիճակում ենք, ոնց որ երևի հարևան Պարսկաստանում էլ նույն վիճակը, որը ոչ մի ջրի աղբյուրներ չունի, մենք մոտավորապես պահիտակ զգում ես քեզ նույն վիճակում, որ ցերեկը 3-ին ամառը մեկը ջրերը կտրում են, ասենք, կեսօրով, այդ
սիմվոլը կարելի է համոզիչ քննարկել ինչի է այտենց այդ ենթակառուցվածքները ում ձեռքում են պետությունը ինչ դեր է այդտեղ խաղում ինչի համար այդ հարցը տարիներով չեն կարող լուծենք ավելի ավատ դառնում այդ հարցը քննարկվում է իրականում ու լուրջ բաներ կային տիպը Վեոլա ջուրը ասում էր այդ մեր ենթակայության տակ չի պետությունը ասում էր այդ մեր ենթակայության տակ չի ու իտոգը մնում էր որ ոչ մեկի ենթակայության տակ չի հիմա ինչ որ ոնց որ թե բարձվել են մի քիչ վստահ չեմ ոնց բայց իրանց մեկն ու մեկը ոնց որ թե աշխատում օրինակ ԿՊ-ն իրեն արդեն 100 կետի մեջ ունի կետ որտեղ խոստանում է որ մինչև 2031 թիվը 36 Գյումրին Վանաձորն ու Երևանը կունենան 24 ժամյա ջրամատակարարում Ես այդ երևի կուզեի 2000 թվին Չէ ես այդ կուզեի նախ լներ քրեական ենթամշակույթից առաջ կետերում ու այտենց գրած ու ցանկալի է նաև բացատրելով թե ինչ կոնկրետ պետք է անենք չգիտեմ ինչ ենք անում պետականացնում ենք Վեոլա ջուրը հետից հետո թե Վեոլա ջրի բանը տերը չի հələ քաղաքականություն մտե Facebook-ում սխալ բաներ չի գրել հələ իր հերթը չի ասել ինչ է կատարում էլի ամոթ Վեոլա ջուրը շատ հայտնի ամբողջ աշխարհում շատ վատ աշխատող կազմակերպություն է որ երկրում ինքը կա բոլորը բողոքում են Ֆրանսիայում են անգամ բողոքում այդ կազմակերպությունից բան չկա անելու այդ ոչ մի չի ասում ստեղի իշխանություններին չգիտեն իրանք դրա մասին այդ ավելի վատ է այսքան կոնկրետ առաջ ոնց որ ջուրը շատ կարևոր է չգիտեմ ինչի սիմվոլ է բայց շատ կարևոր է ցանկալի է որ այո հայերը ունենան Հայաստանի բնակիչները ունենան համով մաքուր ջուր միշտ հասանելի ես կուզենամ այս կուսակցությունը առաջարկի թե նրան ոնց ենք հասնում ու վերջում կջոգենք ինչի սիմվոլ է արդեն ու արդեն իրոք գնալով ծրագիրը ավելի համկետեն ավելի կարճ դառնում ու ավելի տենց ընդհանուր գյուղտնտեսություն այո բայց նա ինչ ասում կետը այս ամբողջ կետն եմ կարդում եթե ինչ Գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախ եւ առաջ ինտենսիվ գյուղատնտեսություն եւ բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսությունը ընդլայնելու վրա օրգանիկ եւ փորձարարական գյուղատնտեսությունը նույնպես պետք է դիտարկել այս տրամադրության ներքո այս ինչ որ առաջարկ է այս ինչ որ պրոստը միտք է էլի ծրագրի կետ չի ուղղակի sense մեկի ցիտատն է ոնց որ ուրիշ գյուղատնտեսության մասին մեջ ինչ որ դոկումենտից անել են Սենց 17 կետը Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելու էսել է էլի ամբողջական կետը Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելու բերելը կշարունակվի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը բարեկեցությունը եւ երջանկությունն ապավելու տեսակետից նույնը արդեն պրոստը ջուր ծեծոցի է ջուրը հիշեք երջանկության եւ ծեծոցի սիմվոլը В общем, 18-րդ կետը վայրի եւ ընտանի կենդանիների պաշտպանություն 19-րդ հարադառնանք ինձ թվում է արդեն ուղակի ծրագիրը վсё վերջացել է շուտվանից մենք հիմա ուղակի կարդում ենք արդյունքը թե ինչ է լինում եթե ինչ որ ԿՊ-ի աշխատողին ասում ես նստի ծրագիր գրի ու առաջի կես ժամը հետն ես նստում հետո թողում գնում ես քո գործերով սենց է լինում էլի 19-րդ կետը հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նվազագույն նպատակն այն է այդ կետի վերնագիրն է ու ինչ որ այնն է այսինքն ինչ էլի արդեն ստրուկտուրան է կորավ արդեն ուղղակի ինչ որ դա ծրագրի կետեր չեն ուղղակի տես մտքեր են գնում դեռ կա ինչ որ հետաքրքիր բան չեմ հիշում բա հետաքրքիր բան կա որ ասում են պետական եւ համայնքային մարմինները այդ նվազագույն նպատակը այն է որ պետական եւ համայնքային մարմինները չխոնչնոտեն անհատի կազմակերպությունների ստեղծարար եւ լեգիտիմ գործունեությանը եւ անհարկի դժվարություններ չստեղծեն դրանց համար տիպը համայնքը քաղաքապետարանը չգիտեմ մնացածը դժվարություններ չստեղծեն անհատի ստեղծագործելու համար Նայավ ոնց ասեք 20-րդ կետը դա գիտությունն է իհարկե գիտությունը դա շատ կարևոր է բայց գիտությունը լինի բան ման դա մի հատ կոնկրետ բան է գրած որ հասցնելու են այդ եթե ընտրվեն մինչև ՀՆԱ-ի մի տոկոսն է ֆինանսավորելու գիտությանը դա կարելի է օրինակ համեմատել հա ուրիշ երկրներում ինչքան է այդ տոկոսը եւ այլն բայց օքեյ կամ հիմա ինչքան է գոնե գրեք գոնե ինչ որ ինֆորմացիա լինի ու մենք քննարկեցինք ինչ անում եթե հանձնարարություն տալիս ես առաջի կես ժամը հետևում ես հետո գնում ես գործերը
էլի, հետո ճամփին հիշում ես, որ արա տնտեսությունը ամենակարևոր հարցերից մեկը, հա, անվտանգության հետ բանը, այդ հարցը մորցա, հետ ես գալի, արագ ասում ես, որ կետն ես, ասա գրի հաջորդը տնտեսություն։ Չգիտես ինչի 21-րդ կետն է տնտեսական զարգացումը պետական շահ։ Ես ակնկալում եմ քաղաքական ուժից շատ մանրամասն խորը ինչ որ հիմնային վերլուծություն տնտեսական վիճակի ու պետությունը ինչ դեր է ունենալու դրա մեջ։ Հիմա ես սա կարամ մեկնաբանեմ երկու ձևի։ Մեկը ինձ թվում է իրականությունն է, որ ուղղակի լավ չան գրել ծրագիրը, լավ ծրագիր գրել չգիտեն, չան գրել։ Okay, ոչինչ, դա հենց այդքան շատ ված չի, բայց կա նաև դրա երկրորդ մեկնաբանությունը։ Չեն կարող ծրագիր գրել։ Չէ, որ իրանք ռադիկալ նեոլիբերալ ուժ են իրականում ներկայացնում, որը համարում է, որ вообще պետությունը տնտեսության մեջ ոչ մի առանձնապես դեր չպետք է խաղա, մեզ պետք է հնարավորինս այն, որ ազատ շուկա, ինքն իրան կառավարող շուկա, չգիտեմ, այնտեղ վայրի կապիտալիզմի առաջարկա ստեղարվում, ես կամ տենց մեկնաբանեմ, որ ԿՊ-ն դառնում է իշխանություն, ինքը ոչ մի ձև չի ձեռ տալի, տարին մի անգամ փոխում է հարկային օրենսդրությունը, մնացածը ով կերավ գզեց ինչ եղավ այնտեղ գները ինչ եղան, դրա հետ կապ չունի, ԿՊ-ն դրա հետ կապ չունի, ինչ ուզում է թողնի, մենք ստե զբաղված ենք ենթաքրեական ենթաբրակ, ես արդեն չեմ կա։ ԿՊ-ն ես լրիվ կամաձայնվեի, որ նեոլիբերալ է, բացառությամբ ընկետեր, երբ որ ինքը նացիոնալիզացիա փորձում անի, ինչ որ շատ մեծ մասնավոր ընկերություններ էլի։ Դե ինչ մասնավոր ընկերությունները նացիոնալիզացիա հետ, որը պատկանում է փորձում է, հա, ոնց է։ Որը պատկանում է իր քաղաքական հակառակորդին։ Այսինքն դա էլի տնտեսական որոշում չի կարծես թե, вообще կապ չունի տնտեսության հետ, կապ ունի նրա հետ, որ դու ես եկեղեցու դեմ հելը։ Argumentները տնտեսական են, ասում ոնց որ հայցը այսքան տարի վնասով է աշխատում, մտանք տեսանք լիքը դոկումենտ ա կորը, մինչև 2021 թվի ոչ մի դոկումենտ չկա, в общем, հայցը քաղաք մեջ են արել, դրա համար պետք է նացիոնալիզացվի ու հարցերը լուծվի։ Որից բխում է օրինակ լիքը հետաքրքիր հարցեր, որ ես կուզեի քաղաքական ուժից լսեի։ Օրինակ, կարծում եմ այս քաղաքական ուժը, որ գլխավոր ինչ որ ամենակարևոր քրիտիկական ենթակառուցվածքները ընդհանրապես բոլորը պետք է լինեն պետականացված, նացիոնալիզացված։ Նույն ատոմակայանը, նույն վեոլաջուրը, նույն հեծը, այսինքն ջուրը, հոսանք եւ այլն։ Գլխավոր ամենակրիտիկական ենթակառուցվածքները։ Ոնց եք դուք մտածում ընդհանրապես գաղափարախոսական տեսանկյունից պետք է պետությունը դրանք կառավարի թե անհատ ձեռներեցները պետք է կառավարեն դա երկու տարբեր մոտեցումներ են որոնցից մեկն դուք առաջարկում ես չեմ հասկանում թե այս պայեսի կանենք այն պայ էլի տենց ինչ որ օպորտունիստական Այլի եթե նացիոնալիզացիա ենք անում պատճառները հասկանանք եթե պատճառները այն են որ իրատնօրենը դուր չի գալիս արի ուրիշ բան մտածենք դա եմ ասում համոզված եմ որ եթե վիոլա ջուրը քրքրանք մեջ առնելու է նույն բանը լրիվ նույն ինչ որ վիճակը որ մոնոպոլիա է ոչ մի ինքը չէ ֆորմալ առումով ազատ շուկայում է գործում բայց եթե դու մոնոպոլիա ես չկա ազատ շուկա դու ինչ ուզում անում ես կապիտալիստական ոչ մի օրենք էլ չի աշխատում քո վրա Եթե բացենք նայենք մեջը ինչ է, երևի դա պետք է պետականացնենք։ Եթե պետք է նացիոնալիզացնենք էլի, էսի դա արդեն մոտեցում է։ Օրինակ, որին ես համաձայն կլինեի։ Ինձ թվում է օրինակ Հայաստանի դեպքում դա վատ լուծում չի։ Այդ քրիտիկական ենթակառուցվածքը լինի գոնե պետության կառավարման տակ, ցանկալի вообще հասարակականացված լինի, ոչ թե պետականացված եւ հասարակության ուղիղ կառավարման տակ լինի, որտեղ մենք միթիկա երկիր ենք կարանք մեզի թույլ տանք տենց մեխանիզմներ, բայց դա ուրիշ խոսակցության մի մաս է։ Փոխարեն ունենք Ամփոփենք կարծում եմ։ Էլ ինչ կարևոր բանակ բնարարչարկում։ Քրեականի ընդհանմշակույթի վերացում։ Այո։ Առողջ ապրելակերպ։ Չէ։ Ես ուզում եմ հենց վերլուծեմ, որ ես այդպես հասկացա։ Իրանք իրականում փորձում են մաքսիմալ թաքցնեին ինձնից, որ ես դա հասկանամ։ Ամեն ձև ֆրցրեցին, բայց ես հասկացա մեկը, որ մենք գնում ենք դեպի արևմուտք, եթե ընտրում ենք ԿՊ-ն, մենք մոռանում ենք Արցախի եւ մնացած այդ ցախ հարցերը, բարիշում ենք Թուրքիայի հետ, բարիշում ենք Ադրբեջանի հետ։ Մնացած այդ ընթացքային բան ինչ մանրամուն հարցերը ԿՊ-ին վստահեք, իրանք ընթացքում գժոգ են կնան, նայնց կանեն, որ լավ կլինի, անպայման շատ լավ կլինի, վատ չի լինի, լավ կլինի։ Տենց Ինչ-որ հստակ ներքին քաղաքականության հետ կապված հստակ ինչ-որ առաջարկներ ԿՊ-ն հələ որ չունի, բայց դա երևի կունենա, հիմնականում հստակ առաջարկները այդն էր, որ պետքա կաթողիկոսին փոխել, այդ էր ամենակոնկրետ առաջարկը կազմակերպել նոր ընտրություններ կաթողիկոսի։ Ես sense իմ համար հասկացա։
կային ինչ որ կետեր, որոնք հստակ ոնց որ բխում էին, ասենք, չգիտեմ, բիզնեսմենների հետ հանդիպում են ունեցել հարկային օրենսգրքի օրինակ առնվազն ամենաշատը 1 դոլի 2 էր փոփոխություն տարեկան, սենց ինչ որ կետեր, որոնք էլի ավելի կիրառելի են, կիրառական են, հասկանալի են խիվան կլինի, խիա այդ կետը այդտեղ բոլորի հետ լավ լնելով Ռուսաստանից կախվածությունը թույլատնել, ես սենց եմ ջոգում ԿՊ-ի ծրագիրը։ Ես այսքան հասկացա ԿՊ-ից։ Վերադառնալով նրան ինչ որ ես սկզբում էի ասում, նախ էլի ես հատուկ քննադատական ավելի անկյունի տակ եմ նայում եւ այլն, ԿՊ-ի լավ կողմերը կարելի է քննարկել ինչ որ խոսակցության ընթացքում, մենք հիմա խոսում ենք ծրագրից, ու ծրագիրը լավ չի գրած, դրա համար այսքան ավելի շատ քննադատական էր, այսինքն մենք այդ տեքստի մասին ենք խոսում, առաջի հերթին տեքստի վրա հիմնվելով։ Դա հույս ունենք այդքան 100% չի արտացոլում այն ինչ են իրական այդ գործիչները ու իրանց անելիքները լինելու, եթե իրանք ընտրվեն ավելի լավ է կլինեն հույս ունենք ասել տեքստը, բայց այդ արդեն ցույց կտա իրականությունը, ինչ եմ ես այդտեղ կարևոր համարում։ Նախ եթե լսեցիք այս ամենը հասակ այդտեղ, ինքներդ կարդացեք այդ ծրագիրը։ Ինքներդ կարդացեք, դիմացեք, գոնե այդ առաջի 21 կետը ինքներդ ձեր կարծիքը կազմեք։ Եթե գնալու եք ընտրությունների, որովհետեւ ձեր ընտրությունը էլի լինի գիտակցված դուք հասկանալով ընտրեք այն ինչ որ ձեզ առաջարկում եք։ Եթե չեք գնալու ընտրությունների, առավել եւս կարդացեք, որովհետեւ ըստ իմիկվա ընտրական օրենսգրքի, եթե չգնաք, հավանաբար ձեր ձեն այնց գնալու է ԿՊ-ին հասնի, թե ինչու նայեք առաջի էպիզոդը կհասկանաք ինչի է այդպես աշխատում հիմա, բայց ամեն դեպքում կարդացեք։ Ու երրորդ կարևոր կետը, սա մենք սկսեցինք ԿՊ-ից, բացատրեցի իմ կարծիքով պետք է առաջի ԿՊ-ի ծրագիրը քննարկել, բայց մենք իհարկե քննարկել ենք ուրիշ կուսակցությունների նաև առաջարկներն ու ծրագիրները, ոնց որ ասում են, հա, ճշմարտությունը բացահայտվում է համեմատության մեջ։ Ու ուզում եմ ասեմ ոնց որ այս ծրագրերի վերաբերյալ կարելի է, եթե իրան նայենք մենակ դրական տեսանկյունից, կարելի է գտնել բացատրությունը բոլոր կետերի համար, ինչ որտեղից տենց հորինել չէ, նկատի ունեմ շատ հեռուն գնացող բացատրություններ, կարելի է իրան արդարացնել շատ տարբեր ձևերով, էլի։ Բայց այդ տեսանկյունից նայելը չեմ կարծում ինչ որ լավ բան է տալիս որևէ մեկիս։ Հա, եթե ես ուզենամ, լուբեր մարդ կարա, եթե ինքը ուզում է նենց անի որյան դուր գա այս տեքստը, նենց կանի որյան դուր կգա այս տեքստ։ Բայց մեզ ոչ մեկ դրա համար հենց չի վճարել։ Մենք սովորական մարդիկ ենք, ես որպես սովորական մարդ բացել եմ ու կարդացել եմ ինչ որ տեքստ, ու այս տպավորությունը այդ տեքստին թողը իմ վրա։ Այսպիսով այսքանը, շնորհակալություն, որ մինչև այստեղ լսեցիք։ Շնորհակալություն, հաջողություն։